Սկսել։ Ներողություն եմ խնդրում 1 րոպե։ Այո, կարծես թե ստացվեց, միանալ, շնորհակալություն Զոհա ջան ներկայացման համար, սիրելի ուսանողներ, երիտասարդներ, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ այսօր, այս տեղեկատվական օրվա առիթով, որը արդեն ինչպես գիտեք նվիրված է Erasmus Mundus միջազգային մագիստրոսական ծրագրերին եւ առհասարակ Erasmus Mundus-ը եվրոպական միության Erasmus Plus ծրագրի առանձին գլուխ է, առանձին հնարավորություն է երիտասարդների համար ստանալու լավագույն նորարարական բնույթի կրթական փորձառություն։ Եվ մեր այսօրվա նպատակն է, որ երիտասարդները, ուսանողները, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտության այդ գիտելիքների զարգացմամբ, ավելի լավ տեղեկացված լինեն այս հնարավորության մասին եւ ոչ միայն տեղեկացված լինեն, այլ նաև դիտարկեն Erasmus Mundus-ը որպես իրական հնարավորություն բացառիկ կրթական փորձառություն ստանալու համար։ Իսկ ինչով է բացառիկ Erasmus Mundus-ը, այս մագիստրոսական ծրագրերը, դրանք ծրագրեր են, որոնք հնարավորություն են տալիս ուսանելու մի քանի համալսարաններում, ստանալու բազմամշակութային կրթական փորձառություն, ծանոթանալ տարբեր ակադեմիական մշակույթների, ձեռք բերել մասնագիտական կապեր, ներգրավել ցանցերում եւ սա հնարավորություն է այս ծրագիրը եւ ավելի շատ կամուրջ է, ավելի խորքային միջազգային համագործակցության համար, եթե դիտարկենք այս հնարավորությունը ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Բայց ինչն է ամենահետաքրքիրը եւ ինչով են այս ծրագրերը տարբերվում դասական, մագիստրոսական ծրագրերից, այն է, որ այս ծրագրերը միջոլորտային են։ Այսինքն այս ծրագրերի շնորհիվ դուք հնարավորություն կունենաք ստանալու գիտելիքներ միաժամանակ մի քանի ոլորտներից եւ այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհը արագ փոփոխվում է եւ աշխատաշուկան նույնպես արագ փոխվում է եւ սա առաջ է բերում նոր մասնագիտություններ, եւ առաջ է բերում նոր հմտությունների պահանջ եւ մասնագիտական նոր մարտահրավերներ են առաջ գալիս եւ այս համատեքստում այս իմաստով Erasmus Mundus-ը հենց միտված է ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլև պատրաստելու ճկուն, մրցունակ այս փոփոխություններին արագ արձագանքող մասնագետներ։ Եվ սա սրանով է հենց տարբեր Erasmus Mundus մագիստրոսական ծրագիրը դասական մագիստրոսական ծրագրերից եւ այստեղ շատ կարեւոր է, որ եթե երիտասարդը անցնում է այս ծրագիրը, այս փորձառությունը ստանում է, ավելի շատ մրցունակ եւ ավելի շատ նախապատրաստված է լինում աշխատաշուկայի պահանջներին իր տեղը գտնելու եւ այդ հմտությունները ծառայեցնելու նոր ուրեմն արդյունքներ ստեղծելու համար եւ միաժամանակ սա ոչ միայն մասնագիտական այդ գիտելիքներն ու հմտություններն են, այլև այդ փափուկ հմտությունների ձևավորումն է, որը նույնպես այս ծրագիրը հնարավորություն է տալիս միջմշակութային հաղորդակցություն, հարմարվողականություն, քննադատական մտածողություն, խնդիրների լուծման կարողություններ եւ այս ամենը պատրաստում է երիտասարդներին որպես ավելի մրցունակ եւ ավելի պատրաստ արագ փոփոխվող աշխարհին եւ մասնագիտական մարտահրավերներին։
Եվ հենց այս առումով ես ցանկանում եմ, որ դուք այս ծրագիրը դիտարկեք ոչ թե որպես կրթաթոշակային կամ շարժունության ծրագիր, այլ ծրագիր, որը կարող է մեծ նպաստ ունենալ ձեր որպես ապագա մասնագետի, աշխատաշուկան համալրող մասնագետի, որպես մարդկային ռեսուրսի զարգացման առումով, հա, եւ գիտենք, որ նաեւ մեր Հայաստանյան աշխատաշուկան նույնպես այդպիսի մրցունակ կադրերի կարիք ունի։ Եվ 2020 թվականից մինչև այսօր շուրջ 100 երիտասարդներ ստացել են այսպիսի կրթաթոշակ եւ հնարավոր է, որ հաջորդ շահառուները լինեք հենց դուք։ Այնպես որ շատ ուրախ եմ, որ միացել եք այս հանդիպմանը, վստահ եմ, որ հանդիպումը կլինի ձեզ համար շատ օգտակար, շատ տեղեկատվական եւ վստահ եմ նաեւ ինչու, որովհետեւ հենց Erasmus Mundus կրթաթոշակի շահառուները ձեզ կներկայացնեն այս հնարավորությունը իրենց փորձառությամբ նաեւ կկիսվեն նաեւ խորհուրդներով եւ այս առիթը օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում Erasmus Mundus ասոցիացիա Հայաստանի ներկայացուցիչներին այս կարևոր շատ արդյունավետ, հուսով եմ արդյունավետ հանդիպման համար։ Այնպես որ ձեզ մաղթում եմ շատ բովանդակալից հանդիպում։ Շնորհակալություն, խոսքը հետ եմ փոխանցում Զոյային շարունակելու համար։ Շնորհակալություն շատ։ Կարող եմ ձեզ խնդրել, ովքեր հնարավոր է ձեր տեսախցիկը մեկ պահ ուղղակի միացնեք, մեկական նկար ստանալու համար, եւ դրանից հետո կարող եք փակել եւ կշարունակենք հանդիպումը։ Խնդրում եմ ում հարմար է տեսախցիկը միացնել մի րոպե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ, այսքանը կարող եք փակել ձեր տեսախցիկները ավելի կապը չծանրաբեռնելու համար եւ կարող ենք սկսել։ Մինչ կանցնենք բուն նյութի քննարկումը, խնդրում եմ անցնել այս հղումով կամ այս QR կոդը սկան անել եւ ձեր էկրանին կտեսնեք շատ կարճ հարցեր, այս բանին առաջին հարցը վերաբերում է թե Հայաստանի որ համայնքից եք եւ առաջարկում եմ պատասխանել հարցին եւ ստեղծենք մի փոքր այսպես քարտեզ հասկանալու համար թե ովքեր են մեզ միացել եւ որ համայնքներից։ Ես կարող եմ գտնել։ Այո, կարող եմ հիմա նաեւ չաթում դնել հղումը։ Մի րոպե։ Երևանից տեսնանք, որ ամենաշատ մասնակիցներն են այս պահին։
Շատ լավ, շնորհակալություն։ Մոտավոր տեսնում ենք արդեն պատկերը բավականին շատ են Երևանից միացողները մեզ մայրաքաղաքից։ Եվ եկեք անցնենք միանգամից հաջորդ հարցին։ Եվ խնդրում եմ նշեք այն համալսարանը, որտեղ սովորում եք կամ սովորել եք։ Շատ լավ, շնորհակալություն Փոլին մասնակցելու համար եւ մեր վերջին հարցը, որքանով եք ծանոթ Erasmus Mundus մագիստրոսական ծրագրերին։ Շատ լավ, շնորհակալություն այս հարցին եւս պատասխանելու համար, ինչպես տեսնում ենք, հիմնականում մեծ մասը մասամբ ծանոթ է ծրագրերին, 3% լիովին տեղյակ է ծրագրից եւ ծանոթ է ծրագրի եւ 27% մեր մասնակիցների ծանոթ չէ ծրագրին, բայց հուսով ենք, որ այս հանդիպումը նաեւ ձեզ կօգնի, ովքեր մասամբ են նշել լիովին ծանոթ լինել ծրագրին, իսկ ովքեր ծանոթ չեն, ավելի լավ իմանալու եւ ծանոթ լինելու ծրագրին։ Շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար։ Այս պահին ես ցանկանում եմ արդեն խոսքը փոխանցել Erasmus Mundus ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Նահապետյանին, ով կսկսի բուն թեմայի շուրջ արդեն ցուցադրությունը եւ ընթացքում կարող եք գրել ձեր հարցերը, բոլորիս մաղթում եմ ինտերակտիվ եւ հետաքրքիր հանդիպում։ Anna, the floor is yours. Շնորհակալություն Զոյա ջան, շատ ուրախ եմ ողջունել բոլորին Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերին նվիրված այս տեղեկատվական հանդիպման շրջանակում, ինչի արդիվ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Erasmus-ի ազգային գրասենյակին համագործակցության համար։ Ինչպես Զոյան հանդիպման սկզբում նշել էր, ես ինքս էլ Erasmus Mundus դիպլոմ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ եմ, որի շրջանակում 2022-ից 24 թվականներին հնարավորություն եմ ունեցել ուսանելու Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ Ռումինիայում, ուսումնասիրելով մասնավորապես մշակութային ժառանգության կառավարում, մշակութային դիվանագիտություն եւ միջազգային հարաբերություններ։ Ծրագրի շրջանակում նաև հնարավորություն եմ ունեցել երկու մասնագիտական պրակտիկա անցնելու, առաջինը Բելգիայում, Թանգարանների միջազգային խորհրդի ազգային կոմիտեում, իսկ երկրորդ պրակտիկան արդեն անցել եմ Ֆրանսիայում, Les Yeux d'Arles երգի միջազգային ֆեստիվալում։
Շատ ուրախ եմ այս հանդիպման համար եւ լիահույս եմ, որ այն օգտակար եւ արդյունավետ կլինի շատերիդ համար եւ առաջիկա տարիներին կունենանք ել ավելի շատ հայ դիմորդներ եւ կրթաթոշակակիրներ։ Իմ ելույթի բովանդակության անդրադառնալով նշեմ, որ նախ ընդհանուր կներկայացնեմ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերը, այնուհետև կանդրադառնամ ընդունելության պայմաններին, կրթաթոշակներին, հայտարարումների գործընթացին, ինչպես նաև հակիրճ կներկայացնեմ ակադեմիական, մասնագիտական, արտալսարանային եւ նետվորքինգային հնարավորությունները եւ ի վերջո Erasmus Mundus ասոցիացիան։ Ինչ են Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերը։ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերը միջազգային կրթական ծրագրեր են, որոնք կազմվում եւ ձևավորվում են 3 միջազգային բուհերի կոնսորցիումի կողմից, եւ այս մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ուսանելու նվազագույնը 2 երկրում, իսկ ինչ վերաբերում է տևողությանը, դրանք կարող են լինել հիմնականում 1.5 կամ 2 տարի, սակայն այս առումով նշեմ, որ ծրագրերի ճնշող մեծամասնությունը իրականում 2 տարի է, իսկ ինչ վերաբերում է 1 կամ 1.5 տարի տևողությանը, ապա քիչ թվով ծրագրեր են այդ տևողությունն ունենում։ Տվյալ մագիստրոսական ծրագրերը առանձնահատուկ են նրանով, որ դուք ծրագրերին դիմելիս նաև միանգամից դիմում եք Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող կրթաթոշակին եւ լավագույն ուսանողների ցանկում հայտնվելու դեպքում կարող եք ունենալ ամբողջական կրթաթոշակ։ Կրթաթոշակներին ավելի ուշ մանրամասն կանդրադառնամ։ Տվյալ մագիստրոսական ծրագրերի ավարտին ծրագրից կախված ձեզ կարող են շնորհվել համատեղ կրկնակի կամ բազմակի դիպլոմներ կոնսորցիումի անդամ համալսարանների կողմից։ Այստեղ օրինակ լուսանկարում կարող եք տեսնել հենց մեր կուրսը, դա մեր ավարտական դիպլոմների հանձնման արարողությունն է։ Իրականում ավելի քան 200 Erasmus Mundus մագիստրոսական ծրագրեր կան, 212 այս պահին, ամեն տարի մագիստրոսական ծրագրերի ցանկը թարմացվում է, հիմնականում իմ էկրանը չեք տեսնում, կներեք։ Ջեմա ջան, մենք երևում է։ հա, գուցե ձեր խնդիրը։ Շատ լավ։ Ավելի քան 212 ծրագրեր կան, հիմնական 19 ոլորտներում, այստեղ կարող եք տեսնել ոլորտները՝ գյուղատնտեսություն, արվեստ, քիմիական կամ տնտեսական գիտությունների ոլորտներ եւ այլն։ Ժամանակի սղությունից ելնելով բոլոր ոլորտներին այժմ չեմ անդրադառնա, սակայն ավելի ուշ կկիսվեմ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի շտեմարանով եւ այնտեղ ինքներդ կարող եք տեսնել այս բոլոր ոլորտները եւ 200-ից ավել մագիստրոսական ծրագրերը։ Անդրադառնալով հիմնական պայմաններին, նշեմ, որ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի առավելություններից մեկն այն է, որ դրանք բաց են աշխարհի բոլոր երկրների դիմորդների համար, օրինակ ի տարբերություն Erasmus+-ի կարճաժամկետ փոխանակման ծրագրերին, որոնք հիմնականում Եվրամիության կամ գործընկեր երկրների դիմորդների համար են բաց։ Այս դեպքում, այսինքն, ինչ որ սահմանափակում չկա, աշխարհի ցանկացած ծայրից դիմորդները կարող են դիմել։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ տարիքային որևէ սահմանափակում չկա, կարող եք դիմել ցանկացած տարիքում, բակալավրի աստիճան ունենալուց հետո, նույնիսկ եթե, չգիտեմ, մի քանի տարի աշխատել եք եւ հետո ուզում եք նորից ձեր ուսումը շարունակել եւ ստանալ մագիստրոսական կրթություն, այդ դեպքում նույնպես կարող եք դիմել։ Այս ծրագրերին դիմելու համար, այսինքն պարտադիր պայման է ունենալ բակալավրի աստիճան, կամ պետք է ունենաք բակալավրի դիպլոմը արդեն ու միջուկը, կամ էլ եթե դեռ 4-րդ կուրսում եք, այսինքն ավարտական կուրսում եք, այդ դեպքում էլ կարող եք դիմել, սակայն այդ դեպքում արդեն պետք է ներկայացնեք ակադեմիական տեղեկագիրը եւ ավելի ուշ արդեն դիպլոմը։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ
այս մագիստրոսական ծրագրերի շրջանակում կրթաթոշակները միայն մեկ անգամ են տրվում, այսինքն օրինակ ես արդեն մասնակցել եմ այս մագիստրոսական ծրագրին ու հետագայում եթե ցանկանամ նորից դիմել, կրթաթոշակի ցավոք սրտի չեմ կարող արժանանալ, կարող եմ ինքնաֆինանսավորման տարբերակով դիմել, բայց ոչ կրթաթոշակի տարբերակով Եվ մյուս առանձնահատկությունը արդեն, ինչպես արդեն իսկ նշել էի, Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող կրթաթոշակներն են, այդ կրթաթոշակները տրվում են լավագույն ուսանողներին, որոնք հնարավորին չափով լավագույնս համապատասխանում են այս կամ այն մագիստրոսական ծրագրերին, ավելի մանրամասն անդրադառնալով ֆինանսավորմանը, Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող կրթաթոշակը ամսական 1400 եվրո է, այսինքն եթե ձեր ծրագիրը օրինակ 2 տարի է տևում, դուք ամբողջ այդ 24 ամիսների ընթացքում ամսական 1400 եվրո կրթաթոշակ եք ստանալու եւ այդ 1400 եվրո կրթաթոշակը բավարարելու է ձեր կեցության ծախսերի, ինչպես նաեւ ճանապարհորդական ծախսերի համար, այդ թվում մի երկրից մյուսը տեղափոխվելու համար Եվրոպական հանձնաժողովը հոգում է նաև ձեր ուսման վարձը, այդ 2 տարիների ընթացքում ամբողջական կրթաթոշակը միանգամից փոխանցվում է համապատասխան համալսարաններին, օրինակ իմ մագիստրոսական ծրագրի դեպքում տարեկան վարձը կազմում էր 8000 եվրո, այսինքն 2 տարին միասին 16000 եվրո եւ այդ ուսման վարձը Եվրոպական հանձնաժողովի կողմից միանգամից փոխանցվել է համապատասխան համալսարաններին Կրթաթոշակին ու ֆինանսավորմանը անդրադառնալով մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ ամբողջ process-ի, այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում դուք նաև ունենալու եք ճանապարհորդական եւ առողջապահական ապահովագրություն։ Այժմ անդրադառնանք Erasmus Mundus ծրագրերի ընտրությանը եւ հայտարարումների ներկայացման process-ին Առաջին քայլը հենց Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի շտեմարան մուտք գործելն է։ Հենց այս պահին էլ խորհուրդ կտամ այս QR կոդով մուտք գործեք Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի շտեմարան, որտեղ դուք կտեսնեք 200-ից ավել մագիստրոսական ծրագրեր 19 ոլորտներում։ Այս առումով նշեմ, որ Շտեմարանը այս տեսքն ունի, երբ արդեն մուտք գործեք շտեմարան, ինչպես տեսնում եք այս հատվածում, կարող եք այս բոլոր 212 մագիստրոսական ծրագրերը ֆիլտրել ըստ բանալի բառերի, երկրների, տևողության եւ այլն, եւ ըստ այդմ ունենաք այդ ծրագրերը, որոնք հնարավորինս համապատասխանում են ձեր նշած բանալի բառերին կամ ոլորտներին Նախորդ սահիկին անդրադառնալով այդ ֆիլտրելուց հետո արդեն դուք կկարողանաք ընտրել ձեզ համապատասխան ծրագիրը։ Նշեմ, որ շատ կարևոր է մագիստրոսական ծրագրերի դեպքում, որ այս ծրագրերը հնարավորին չափով համապատասխանեն ձեր նախկին ունեցած ակադեմիական փորձին, ակադեմիական եւ նաեւ մասնագիտական, եթե հնարավորություն եք ունեցել արդեն աշխատել կամ ինչ-որ պրոյեկտներ իրականացնել, շատ ցանկալի է որ համապատասխանի եւ կան ծրագրեր, որոնց դեպքում հենց հստակ նշված է լինում, որ պարտադիր է, որ տվյալ ոլորտի ակադեմիական փորձ ունենաք, բայց այնուամենայնիվ դա բոլոր ծրագրերին չի վերաբերում, կան ծրագրեր, որոնց դեպքում նշված է, որ ցանկալի է, որ այդ ակադեմիական փորձը ունենաք, բայց նաև ծրագիրը հաճախ բաց է լինում հարակից ոլորտների դիմորդների համար եւ հաճախ հենց այս կամ այն ծրագրին դիմելիս դուք կարող եք հենց իրենց ընդունելության պայմանների հատվածում տեսնել այն ընդունելի մասնագիտությունների ցանկը, որոնց շրջանապարտները կարող են դիմել այս ծրագրին։ Իրականում չաթի հարցերին մենք հերթով անդրադառնալու ենք, բայց ուղղակի մի հարց տեսա, նշված էր աշխատանքային փորձը պարտադիր է թե ոչ։ Պարտադիր չէ, բայց ցանկալի է։
բայց ամեն դեպքում թեկուզ եթե աշխատանքային փորձ չունեք, դա ինչ որ որոշիչ վճռորոշ ինչ որ կետ չէ, հանգիստ կարող եք դիմել, ուղղակի արդեն մոտիվացիոն նամակում պետք է փորձեք հնարավորինս բացատրել, թե տվյալ մագիստրոսական ծրագիրը ինչքանով է համապատասխանելու ձեր մասնագիտական հեռանկարներին, բայց այս առումով դեռ շատ չեմ մանրամասնի, քանի որ Գայանեն մեր երկրորդ խոսնակը ավելի մանրամասն կխոսի մոտիվացիոն նամակից։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մագիստրոսական ծրագիր ունի իր կայքը եւ ամեն ծրագրի ընդունելության պայմանները այս կամ այն չափով տարբեր են եւ ընդունելության ժամկետները նույնպես, ըստ այդմ շատ կարևոր է, որ դուք ձեր նախընտրած ծրագիրը ընտրելուց հետո մուտք գործեք անմիջապես տվյալ մագիստրոսական ծրագրի կայք եւ մանրամասն ծանոթանաք թե տվյալ ծրագրի կողմից առաջարկվող կրթական բովանդակությանը, թե ընդունելության պայմաններին, ժամկետներին եւ այլն։ Այստեղ արդեն ինչպես նշեցի, կարող եք հիմա QR կոդով մուտք գործել մագիստրոսական ծրագրերի շտեմարան։ Կներեք, այստեղ ինչ-որ տեխնիկական խնդիր առաջացավ։ Հիմա տեսնում եք, չէ՞, իմ էկրանը։ Այո։ Հա, շատ լավ, շնորհակալություն։ Այստեղ օրինակ ես որպես բանալի բառ նշել եմ իրավունք կամ իրավագիտություն բառը եւ ֆիլտրել եմ եւ ըստ այդմ այստեղ օրինակ ունենք իրավագիտության ոլորտի 9 ծրագրեր եւ ես որպես օրինակ ընտրել եմ այս վերջին ծրագիրը անվտանգության, խաղաղության եւ կայուն զարգացման միջազգային իրավունքի մագիստրոսական ծրագիրը եւ ցանկացա այս ծրագրի միջոցով ձեզ մանրամասն ներկայացնել։ Եթե դուք փորձեք սեղմել այս հենց ծրագրի անվանումը, սեղմելուց հետո դուք մուտք կգործեք հենց տվյալ մագիստրոսական ծրագրի պաշտոնական կայք, որտեղ կտեսնեք ընդունելության պայմանները եւ մյուս մանրամասները։ Իսկ եթե դուք փորձեք ավելի ներքևի հատվածում հողում կա նշված այդ հողումը, որ փորձեք սեղմել, դրանից հետո դուք մուտք կգործեք ծրագրի հակիրճ նկարագրին։ Եվ հակիրճ նկարագիրը հենց ծրագրերի շտեմարանում այսպիսի տեսք ունի, իրականում մինչև բուն տվյալ մագիստրոսական ծրագրի կայք մուտք գործելը շատ կարևոր է մուտք գործել այս հակիրճ նկարագիրը, որը ձեզ ընդհանուր ներկայացնում է տվյալ մագիստրոսական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև մասնակից երկրների համալսարանների ցանկը, բայց ամենակարևորը, որ ես ցանկանում եմ ընդգծել, դա այս հատվածն է, որը ընդգծել եմ, այս հատվածում նշված է, թե մինչև որ տարի տվյալ մագիստրոսական ծրագիրը ունի ֆինանսավորում։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք դիմել այս տարի ինչ-որ մագիստրոսական ծրագրի համար եւ եկող սեպտեմբերից արդեն սկսել ձեր ուսումը, այդ դեպքում պետք է անպայման այստեղ ուշադրություն դարձնեք, որ ծրագրի ավարտը նշված լինի մինիմում 2029 թվականը։ Այսինքն, օրինակ, ձեր ծրագիրը սկսում է 2027 թվականին, այսինքն պետք է ծրագիրը ֆինանսավորում ունենա գոնե մինչև 2029 թվականը։ Նշեմ, որ նախ շտեմարանը, ինչպես արդեն ասել էի, ամեն հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, հոկտեմբեր հիմնականում ամսին թարմացվում է ու այստեղ հնարավոր է լինեն նոր ծրագրեր ու այդ առումով շատ կարևոր է, որ թեկուզ հիմա էլ ուսումնասիրում եք ծրագրերի ցանկը, բայց ցանկալի կլինի նաև, որ հոկտեմբեր ամսին նորից ուսումնասիրեք այդ ցանկը ու առանձնահատուկ ուշադրություն դարձնեք այս ֆինանսավորման տարիների հատվածին։ Այս ծրագիրը մտածեցի որպես օրինակ ձեզ ներկայացնել
կայքում ես բացեցի հենց կրթական բովանդակության հատվածը ու ինչպես տեսնում եք, այստեղ մանրամասն նշված է, որ կիսամյակը որ երկրում է, օրինակ առաջին կիսամյակը տվյալ մագիստրոսական ծրագրի շրջանակում կարող եք սովորել Գերմանիայում, երկրորդ կիսամյակը կարող եք սովորել Բարսելոնայում, Իսպանիայում, իսկ արդեն երրորդ, չորրորդ կիսամյակները ըստ մասնագիտացման դուք կարող եք ընտրել այս կամ այն համալսարանը, օրինակ Շոտլանդիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Էստոնիայում, այդպես, իսկ ինչպես կարող եք նաև այստեղ նկատել, տվյալ մագիստրոսական ծրագիրը նաև ամառային արձակուրդների ընթացքում ամառային դպրոցի հնարավորություն ունի, դրա մանրամասները արդեն տվյալ մագիստրոսական ծրագրի թիմը ձեզ կարող է ներկայացնել։ Այս հատվածում անդրադարձել եմ այն փաստաթղթերի հիմնական ցանկին, որոնք անհրաժեշտ են լինում հենց ձեր հայտադիմումները պատրաստելու համար։ Նախ նշեմ, որ սա ընդհանուր տարածված ցանկ է եւ ինչպես արդեն իսկ ասել էի, 212 մագիստրոսական ծրագրեր կան ու յուրաքանչյուր ծրագիր ունի իր փաստաթղթերի ցանկը ու պայմանները։ Ըստ այդմ շատ կարևոր է հենց իրենց կայքում մանրամասն ուսումնասիրել դա, բայց այստեղ ամեն դեպքում ես ներկայացրել եմ այն հիմնական փաստաթղթերը, որոնք այս կամ այն չափով ընդհանուր են բոլոր ծրագրերի համար։ Առաջինը հայտադիմումը, կան ծրագրեր, որոնց դեպքում հայտադիմումը դուք լրացնում եք հենց տվյալ մագիստրոսական ծրագրի կայքում, այսինքն առանձին հաշիվ եք բացում եւ սկսում եք լրացնել ձեր տվյալները եւ այնուհետեւ կցել փաստաթղթերը։ Կան ծրագրեր, որոնց դեպքում հենց հայտադիմումը Word տարբերակով իրենց կայքում ներկայացված է լինում եւ դուք դա ներբեռնում եք, լրացնում եք եւ փաստաթղթերի մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ դա ուղարկում եք իրենց նշած էլեկտրոնային հասցեին, այսինքն սա շատ կարևոր է, պետք է դուք հենց այդ կայքի հենց ծրագրի կայքի հատվածում նայեք տվյալ ծրագիրը ինչ պայմաններով է ընդունում փաստաթղթերը։ Մյուս փաստաթուղթը, ինչպես արդեն իսկ նշել էի, բակալավրիական դիպլոմն է եւ դիպլոմի միջուկը, իսկ եթե այս պահին դեռ 4-րդ կուրսի ուսանող եք, այդ դեպքում ապա ակադեմիական տեղեկագիրը։ Մյուս փաստաթղթերը CV-ն եւ մոտիվացիոն նամակն են։ Մոտիվացիոն նամակը հատկապես ձեր փաթեթի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է, եթե ոչ կարող ենք ասել ամենակարևոր փաստաթուղթը եւ մոտիվացիոն նամակին գայանեն ավելի մանրամասն կանդրադառնան, բայց ուղղակի նշեմ, որ կան ծրագրեր, որոնք հնարավոր է պահանջեն մոտիվացիոն նամակ, կան ծրագրեր էլ շատ քիչ թվով, որ հնարավոր է պահանջեն օրինակ մոտիվացիոն վիդեո կամ օրինակ ինչ-որ կոնկրետ թեմայով էսե պահանջեն, սակայն սա ավելի քիչ ծրագրերին է վերաբերում, շատ մասնագիտական ծրագրերի է վերաբերում, որոնք կարող են նաև օրինակ պահանջել ինչ-որ պրոյեկտների պորտֆոլիո եւ այլն։ Մյուս փաստաթուղթը երաշխավորագիր նամակն է, ծրագրերի մեծ մասը պահանջում են 2 երաշխավորագիր նամակ, բայց ծրագրեր կան, նշում են, որ նվազագույնը 2, այսինքն դուք հնարավորության դեպքում կարող եք ավելի շատ նամակներ ներկայացնել, օրինակ իմ սեփական փորձով ես 3 նամակ էի ներկայացրել, այդ նամակները կարող են լինել ձեր դասախոսների կողմից եւ եթե ունեք աշխատանքային փորձ, նաեւ ձեր գործատուի կողմից, ցանկալի է հնարավորության դեպքում երկուսն էլ լինի, բայց եթե այս պահին ամեն դեպքում չեք աշխատում, եթե ներկայացնեք միայն դասախոսների կողմից, որևէ խնդիր չի լինի։ Ուղղակի մի նրբություն կա երաշխավորագիր նամակների հետ կապված, կան ծրագրեր, որոնց դեպքում դուք հայտադիմումը լրացնելիս նշում եք տվյալ դասախոսի էլեկտրոնային հասցեները եւ տվյալ մագիստրոսական ծրագիրը հենց իրենք կապ են հաստատում էլեկտրոնային հասցեով ձեր դասախոսի հետ, հողում են ուղարկում, որտեղ ձեր դասախոսը պետք է լրացնի կամ կցի երաշխավորագիր նամակը, բայց կան այլ ծրագրեր, որոնք կամ ունեն հստակ մոդել երաշխավորագիր նամակների եւ դրանք ներկայացնում են իրենց կայքում, կամ հստակ մոդել չունեն եւ դուք ազատ եք ձեր դասախոսին
խնդրելու ձեզ փոխանցել երաշխավորագիր նամակը եւ ինքներդ կցել ձեր փաստաթղթերի ցանկին, սակայն մի բան նշեմ, որ շատ կարեւոր է, որ բավականին շուտ կապ հաստատեք ձեր դասախոսների հետ երաշխավորագիր նամակի համար, որպեսզի ժամկետների մեջ տեղավորվեք եւ ինչ որ խնդիրներ չլինեն։ Եվ հնարավորության դեպքում այնպիսի դասախոսների հետ կապ հաստատեք, որոնք կկարողանան հենց տվյալ մագիստրոսական ծրագրին ինչ որ չափով համապատասխան երաշխավորագիր նամակ տալ։ Մյուս կարևոր փաստաթուղթը լեզվի միջազգային վկայականներն են, ծրագրերի մեծ մասի դեպքում բնականաբար անգլերենը, բայց որոշ ծրագրերի դեպքում ոչ միայն կան ծրագրեր, որոնք պահանջում են երկու միջազգային վկայական, օրինակ իմ մագիստրոսական ծրագրի դեպքում ֆրանսերեն եւ անգլերեն վկայականներ էին պետք եւ իմ մագիստրոսական ծրագիրը օրինակ ի տարբերություն մյուս ծրագրերին պահանջում էր ֆրանսերենի C1 մակարդակ եւ անգլերենի B2 մակարդակ լեզվի վկայականների մասով մի մասը հստակ պահանջում են կամ TOEFL կամ IELTS կամ Cambridge test, բայց կան ծրագրեր, որոնք նշում են, որ եթե օրինակ այս լեզվի վկայականները չեն, կարող եք դրան համարժեք այլ վկայական կամ օրինակ համալսարանի կողմից տեղեկանք ներկայացնել, սակայն նշեմ համալսարանի կողմից տեղեկանքը շատ քիչ ծրագրերի դեպքում է ընդունելի, պետք է դա մանրամասն նայեք ձեր ընտրած մագիստրոսական ծրագրի կայքում արդյոք ընդունելի է թե ոչ։ Բայց օրինակ եթե ձեր ուսումը ամբողջությամբ անգլերենով է եղել բակալավրական կրթությունը, ապա շատ ծրագրերի դեպքում նշված է լինում, որ այդ դեպքում կարիք չկա լեզվի միջազգային դիպլոմ ներկայացնել, այլ ուղղակի համալսարանի կողմից տեղեկանք, որ ձեր բակալավրական կուրսությունը հենց այդ լեզվով է եղել ու դե բնականաբար կարծում եմ դիպլոմի մեջ ամեն դեպքում դա նաև նշված է լինում։ Եվ վերջին տեղեկանքը, որը որոշ մագիստրոսական ծրագրերի դեպքում կարող է պահանջվել, դա բնակության վայրի մասին տեղեկանքն է, դա կներեք բնակության վայրի մասին տեղեկանքը դա կարող եք դիմել ձեր թաղապետարանին կամ համայնքապետարանին այդ տեղեկանքի համար, բայց դա ոչ բոլոր մագիստրոսական ծրագրերի դեպքում է պահանջվում։ Անդրադառնալով հայտադիմումների ժամկետներին, ծրագրերի մեծ մասը բացվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ հստակ նշված է լինում յուրաքանչյուր ծրագրի կայքում վերջնաժամկետը, դրա համար պետք է ելի նշեմ, որ տվյալ ձեր ընտրած մագիստրոսական ծրագրի կայքում մանրամասն նայեք ժամկետները եւ փորձեք ձեր փաստաթղթերի փաթեթները ուղարկել այդ ժամկետներում։ Հիմնականում ծրագրերի մի մեծ մասը փակվում են հունվար-փետրվար ամիսներին, սակայն կարող են լինել շատ քիչ թվով ծրագրեր, որոնք բաց լինեն մինչև մարտ ամիսը, ու նաև կան ծրագրեր, որոնց դեպքում կարող են հայտադիմումները բաց լինել, օրինակ, չգիտեմ, մինչև մայիս-հունիս, բայց արդեն միայն ինքնաֆինանսավորման տարբերակի համար։ Ամեն դեպքում առաջին փուլով հատկապես կրթաթոշակով տարբերակն է ու դուք որ դիմում եք այդ ծրագրին, պատասխանները որ լինում են, այնտեղ նշված է լինում դուք կրթաթոշակով տարբերակով եք ընտրվել, թե ինքնաֆինանսավորմամբ, թե ընդհանրապես չեք ընտրվել։ Փետրվար-ապրիլ ամիսներին որոշ ծրագրերի հենց հայտադիմումների ուսումնասիրման ժամկետն է, կան ծրագրեր, որոնք իրականում միանգամից փաստաթղթերի փաթեթի հիման վրա կարող են ընտրություն կատարել, բայց կան ծրագրեր, որոնք կարող են
դիմորդների shortlist պատրաստել եւ այդ ցանկի ուսանողների հետ կապ հաստատել եւ հարցազրույցներ պլանավորել, նույնիսկ եթե օրինակ տվյալ ծրագրի պայմաններում նշված չէր, օրինակ իմ մագիստրոսական ծրագրի դեպքում պահանջների մեջ նշված չէր, որ հարցազրույց է նախատեսվում եւ ես ավելի ուշ նամակ ստացա կոնսորցիումի կողմից, որ ցանկանում են հարցազրույց ունենալ եւ դրանից հետո արդեն հարցազրույցի եւ իմ հայտադիմումների փաթեթի հիման վրա ընտրություն կատարել եւ դա վերաբերում էր ոչ միայն ինձ, այլև իմ համակուրսացիներին Ինչ վերաբերում է վերջնական ընտրությանը եւ արդյունքների ամփոփմանը, հիմնականում մարտ-մայիս ամիսներին է դա լինում, բայց էլի ծրագրից ծրագիր տարբեր է, պետք է տվյալ ծրագրի կայքում նայեք։ Արդեն ընդունվելուց հետո հաստատման նամակը ստանալուց հետո դուք համալսարանի հետ մշտական կապի մեջ եք լինում եւ գրանցվում եք համալսարանում, համապատասխան հաստատված փաստաթղթերն եք ներկայացնում ու դրան հաջորդում է արդեն վիզաների դիմումների process-ը, վիզաների հետ կապված ծրագրերի մեծ մասի դեպքում դուք դիմում եք հենց այն երկրի դեսպանատուն, որը առաջին կիսամյակն է, այսինքն մեծ մասի դեպքում ոչ թե առանձին ամեն երկրի համար դիմում եք, այլ հենց մի դեսպանատուն եք դիմում ու այդ վիզայով հետո արդեն կացության քարտով կարողանում եք այդ ամբողջ 2 տարին մեկ երկրից մյուսը գնալ, բայց այս առումով էլ նշեմ, որ էլի ձեր համալսարանը որը որ ընտրվել եք, առաջին համալսարանը, ձեզ հետ կապը հաստատելու ու մանրամասն ներկայացնելու այդ process-ը, իսկ եթե ձեզ մանրամասն ամեն դեպքում չգիտեմ ընտրվելուց հետո չներկայացնեն, կարող եք հենց Erasmus Mundus ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հետ կապ հաստատել, մենք կփորձենք մեր շրջանավարտների կամ ասոցիացիայում հենց տվյալ մագիստրոսական ծրագրի ներկայացուցչի հետ ձեզ կապի մեջ դնել ու կարող եք այդ հարցերը իրեն էլ հղել, սակայն այնուամենայնիվ շատ կարևոր է, որ նմանատիպ հարցերը հենց համալսարանի հետ կապի մեջ լինելով կարողանաք լուծել։ Այդպես, դե իսկ արդեն սեպտեմբեր ամսից մեկնում եք եւ մեկնարկում եք ձեր ուսումը։ Կներեք։ Շատ հակիրճ անդրադառնամ ակադեմիական, հետազոտական եւ մասնագիտական աճի հնարավորություններին, ինչպես արդեն իսկ նշել էինք, դուք այս մագիստրոսական ծրագրերի շրջանակում հնարավորություն եք ունենում սովորել նվազագույնը 2 համալսարաններում, եվրոպական եւ ոչ միայն, նաեւ հնարավորություն եք ունենում տարբեր լաբորատորիաներում գիտահետազոտական վերլուծություններ ունենալ, սա իրականում վերաբերում այն ծրագրերին, որոնք ճիշտ թե շատ հենց գիտահետազոտական ուղղվածությամբ են, որովհետև կան ծրագրեր, որոնք ավելի շատ այլ օրինակ պրոյեկտների մշակման ուղղությամբ են, ինչպես օրինակ իմ մագիստրոսական ծրագիրն է։ Այս մագիստրոսական ծրագրերի մի մասը նաև հնարավորություն են տալիս ուսումնական ճամփորդություններ ունենալ տարբեր կիսամյակների ընթացքում եւ տեղում ձեր կուրսընկերների հետ տարբեր պրոյեկտներ մշակել եւ այնուհետեւ արդեն ներկայացնել ձեր դասախոսներին։ Օրինակ իմ մագիստրոսական ծրագրի շրջանակում մենք ունեցել ենք ուսումնական ճամփորդություններ Ֆրանսիայում եւ Պորտուգալիայում եւ այդ բոլոր ծախսերը մոտ 1 շաբաթ այդ բոլոր ծախսերը հոգում էր հենց մեր համալսարանը։ Նաև Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս որոշ ծրագրեր հնարավորություն են տալիս ամառային դպրոցների մասնակցել, էլի այլ երկրներում, պարտադիր չէ, որ հենց ձեր համալսարանների ցանկի երկրներում լինի, ինչպես նաև մասնագիտական պրակտիկաներ կարող եք անցնել եւ մասնագիտական պրակտիկաների հիման վրա գրել ձեր մագիստրոսական թեզը կամ պրակտիկայի հաշվետվությունը։
Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակում դուք կարող եք նաև մասնակցել միջազգային մի շարք կոնֆերանսների եւ սեմինարների եւ դրանցից որոշների շրջանակում նաև առանձին զեկույցներով հանդես գալ։ Մյուս առանձնահատկությունը այն է այս ծրագրերի, որ որոշ ծրագրերի դեպքում դասախոսական կազմը ոչ միայն այս կամ այն համալսարանի դասախոսներն են, այլ նաև տվյալ ոլորտի մասնագետները, այսինքն ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչներ կամ օրինակ միջազգային որոշ կառույցների ներկայացուցիչներ, օրինակ մագիստրոսական ծրագրի դեպքում մենք ունեինք դասախոսներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ՄԱԿ-ից, Թանգարանների միջազգային խորհրդից եւ այլն։ Արտալսարանային եւ նետվորքինգային հնարավորություններին անդրադառնալով, դե ինչպես Erasmus-ի մյուս ծրագրերը, Erasmus Mundus ծրագիրն էլ շատ հիանալի հնարավորություններ ճամփորդությունների, մշակույթների եւ ավանդույթների բացահայտման համար։ Այս ծրագրերից որոշները կարող են նույնիսկ հնարավորություն ընձեռել հյուրընկալ ընտանիք ունենալ։ Օրինակ մեր շրջանավարտներից մեկը երկրներից մեկում, որտեղ մեկ կիսամյակ ուսում էր ստանում, հյուրընկալ ընտանիքում էր ապրում եւ կարծում եմ դա լավագույն մեթոդներից, լավագույն տարբերակներից մեկն է տվյալ երկրի մշակույթը, ավանդույթները բացահայտելու համար։ Կոնկրետ իմ մագիստրոսական ծրագրի դեպքում Ֆրանսիայում ես ունեի հյուրընկալ ընտանիք, սակայն այս դեպքում ոչ թե տվյալ հյուրընկալ ընտանիքի հետ էի բնակվում, այլ տվյալ հյուրընկալ ընտանիքը մեզ հրավիրում էր որոշ տոների շրջանակում եւ այդ տոները իրենց հետ էին անցկացնում, այստեղ նկարում կտեսնեք իմ հյուրընկալ ընտանիքը։ Մագիստրոսական ծրագրերը նաև հնարավորություն են տալիս մի շարք workshop-երի, ցուցահանդեսների մասնակցել եւ ըստ այդմ փոխանակումներ ունենալ ոլորտի մասնագետների հետ, ինչը հետագայում մեծ ազդեցություն, նշանակություն կարող է ունենալ ձեր կարիերայի զարգացման հարցում։ Եվ բնականաբար տվյալ մագիստրոսական ծրագրերի ուսանող լինելով կամ շրջանավարտ լինելով, դուք կարող եք միանալ Erasmus Mundus ասոցիացիային։ Erasmus Mundus ասոցիացիան Erasmus Mundus ուսանողների եւ շրջանավարտների ասոցիացիան է, այն գործում է հասարակական հիմունքներով, ըստ այդմ նշեմ, որ սա իմ մշտական գործը չէ, այլ կամավորական հիմունքներով եմ այն կատարում։ Ասոցիացիան հիմնադրվել է 2006 թվականին Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ միավորում է ավելի քան 16000 անդամների 170 երկրներից։ Erasmus Mundus ասոցիացիան կազմակերպում է հիմնականում տեղեկատվական հանդիպումներ Erasmus Mundus մագիստրոսական ծրագրերի հանրաճանաչման մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև նորընտիր ուսանողների համար կողմնորոշիչ հանդիպումներ, ինչպես նաև փորձում ենք տարբեր տեղեկատվական հանդիպումներում ներգրավել նաև մեր շրջանավարտներին, քանի որ մեր ժամանակը ամեն դեպքում սուղ է, հեռանկարների հետ կապված տեսել էի հարցեր կային, բայց շատ չեն կարող դրան հիմա անդրադառնալ, դրա համար այստեղ QR կոդ եմ տեղադրել, այս QR կոդով դուք կարող եք մուտք գործել Erasmus Mundus-ի շրջանավարտների շրջանակում իրականացված 2024 թվականի հարցմանը եւ այդ հարցման շրջանակում կարող եք տեսնել հեռանկարների հետ կապված կոնկրետ տոկոսային արդյունքները, թե օրինակ շրջանավարտները որ երկրում, կամ որ մայրցամաքներում են մնում ծրագրից հետո կամ աշխատում են արդյոք իրենց մասնագիտացմամբ, թե ոչ։ Եվ որպես ամփոփում այս QR կոդերով կարող եք միանալ Erasmus Mundus ասոցիացիայի հայաստանյան էջերին եւ եթե հարցեր ունեք հետագայում հայտարարումների հետ կապված, կարող եք կապ հաստատել։
եթե ունեք ընդհանուր հարցեր, իսկ եթե ձեր հարցերը վերաբերում են այս կամ այն ծրագրին, այդ դեպքում կփորձեմ ձեզ ուղղորդել կամ մեր շրջանավարտների հետ փորձել կապի մեջ դնել, կամ էլ մեր Mundus-ի ասոցիացիայի կոնկրետ ձեր մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչի հետ եւ կարող եք իրեն կոնկրետ հարցեր տալ եւ այդպիսով կկարողանան ձեզ ուղղորդել եւ եզրափակելով խոսքս նշեմ, որ չնայած այս ծրագրերի մեծ մրցակցությանը եւ հայտադիմումների երկարատև եւ որոշ չափով բարդ process-ին համոզված եմ, որ պետք է դիմել, դա իմ անձնական փորձից եմ ասում, այսինքն վստահ եղեք, հավատացեք ձեր ուժերին եւ միացեք մեր համայնքին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եվ խոսքը սիրով կփոխանցեմ Գայանեին, ով կկիսվի արդեն հաջողակ մոտիվացիոն նամակ եւ CV գրելու իր փորձով։ Շնորհակալություն։ Հիմա կիսեմ էկրանը։ Կարողանում եք տեսնել։ Այո։ Նախ մի փոքր ներկայացնեմ ինձ, ես Գայանե Հայրապետյանն եմ, ես ավարտել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ու սովորել եմ իրավաբանության բակալավրի ֆակուլտետում։ Այժմ ես Erasmus Mundus մագիստրոսական ծրագրով սովորում եմ իրավունքի, տվյալների եւ արհեստական բանականության եվրոպական ծրագիր, այսինքն ծրագիր է, որը ներառում է գիտելիքներ տվյալների, անձնական տվյալների պաշտպանության տվյալների կառավարման հետ, արհեստական բանականության էթիկայի հետ կապված եւ արդյունքում ես սովորում եմ 3 համալսարաններում, այս պահին ես գտնվում եմ Իռլանդիայում, համալսարանը կոչվում է Dublin City University, իսկ մյուս կիսամյակը անցկացնելու եմ Ֆրանսիայում Ավինյոն քաղաքում, իսկ մյուս կիսամյակը Պիզայում։ Ինչպես Անդան նշեց, իմ ծրագիրը նույնպես ներառում է ամառային դպրոց եւ այս տարի ծրագրի ամառային դպրոցը անցկացվելու է Ֆրանսիայում։ Այս բանք խոսեմ մոտիվացիոն նամակ եւ CV կազմելու հիմնական հմտություններից։ Նաև կներկայացնենք, թե ինչ հիմնական սխալներ են իրականացնում CV-ն կազմելու ընթացքում, մոտիվացիոն նամակը կազմելու ընթացքում վերջիններից տարբերությունները եւ կարող եմ պատասխանել ձեր հարցերին։ Հիմնականում ինչով են տարբերվում ինքնակենսագրականը եւ մոտիվացիոն նամակը։ Ինքնակենսագրականը ավելի հակիրճ ձեր մասին տվյալների ներկայացումն է, թե դուք որտեղ եք սովորել, ինչ մասնագիտական փորձ ունեք, ինչ փափուկ հմտություններ ունեք, եթե օրինակ կատարել եք որոշակի հրապարակումներ, հետազոտական աշխատանքներ, կարող եք դրանք նշել։ Եթե ունեք որոշակի հաջողություններ, սերտիֆիկատներ, դրանք նույնպես անհրաժեշտ է նշել։ Իսկ մոտիվացիոն նամակը արդեն ընդհանուր պատկերացումն է կազմում, թե ձեր ինքնակենսագրականի հիման վրա պատմում է, թե դուք ով եք, ինչու եք դիմում այս ծրագրին եւ ձեր ունեցած հմտություններով ինչպես կարող եք հիմնավորել, որ հենց դուք պետք է ընտրվեք այդ ծրագրի համար։ Ինքնակենսագրականում պետք է նշվի պարտադիր ձեր կրթությունը, բայց նախ եւ առաջ նշեմ, որ յուրաքանչյուր ծրագրին դիմելու համար առաջին քայլը պետք է լինի, որպեսզի ուսումնասիրեք տվյալ ծրագրի մանրամասները եւ ձեր CV-ին համապատասխանեցնեք տվյալ ծրագրի համար ներկայացվող պահանջներին։ Սովորաբար տվյալ ծրագրում նկարագրական մասում հիմնական պահանջները, հմտությունները կարող են կրկնվել եւ պետք է ուշադրություն դարձնեք, որ ձեր հմտությունները նույնպես ներկայացրեք տվյալ բառերի միջոցով, որպեսզի այսպես ասած ֆիլտր անելու ժամանակ կարողանան ձեր CV-ն նույնպես առանձնացնել։ Կրթության մասին խոսելիս պետք է նշեք ձեր կրթությունը, կարող եք նշել օրինակ, եթե ունեք կարմիր դիպլոմով եք ավարտել, իսկ գերազանցության դիպլոմով, կարող եք նշում պարունակել դրա մասին, իսկ ժամանակահատվածը ըստ ժամանակահատվածների է պետք դասավորել։ Կարող եք CV-ում, պարտադիր պետք է CV-ում նշեք ձեր աշխատանքային փորձը, կարող եք նշել կամավորական փորձերի մասին, եթե դրանք վերաբերելի են, լեզուների իմացությունը, տեխնիկական գիտելիքները, բայց օրինակ, երբ որ մենք ենք կազմում CV-ու սովորում ենք համալսարանում ինչպես կազմել, ասում են նշեք Word, Excel, եթե օրինակ գիտեք Excel-ից շատ խորը մասնագիտացած գիտելիքներ, այդպես նշեք, բայց ընդհանուր հիմա տեխնիկան այնպես է զարգանում, որ շատ փոքր տեխնիկական գիտելիքներ նշելը ընդհանրապես առավելություն չի տալու, եթե իհարկե դա կապված չէ տվյալ ծրագրի պահանջների հետ։
Ինչպես արդեն նշեցի, կարող եք ձեր հրապարակումների մասին նշել, կարող եք նաև թողնել որոշակի հղումներ, որպեսզի հետաքրքրված անձինք կարողանան ձեր հրապարակումները կարդալ։ Եթե օրինակ մասնակցել եք որոշակի կոնֆերանսների կամ գիտաժողովների, որոնք ուղղակի կապ ունեն տվյալ մագիստրոսական ծրագրի հետ, կարող եք որոշակի նշումներ նաև դրանց մասին պարունակել։ Ուշադրություն պետք է դարձնեք CV-ի կառուցվածքին, որպեսզի այն չլինի ավելի քան 1 էջը կամ 2 էջը։ Տվյալ պահին ընդունված է, որ CV-ներում այլևս նկարներ չեն պարունակում, բայց կարող եք ինքներդ ճշտել տվյալ ծրագրի պահանջներից։ Հնարավոր է, որ նրանք պահանջեն նկար, բայց հիմնականում այլևս չեն պահանջում։ CV կազմելու համար կարող եք օգտվել Եվրոփաս ծրագրից, Եվրոպական միության տարածքում շատ տարածված է տվյալ համակարգի միջոցով CV պատրաստելը։ Ինչպես նաև յուրաքանչյուր անգամ, որ նոր գիտելիք կամ հմտություն եք ունենում, կարող եք ավելացնել այդ համակարգի միջոցով։ Ուշադրություն դարձրեք տպագրական սխալներին, տառասխալներին, դիզայնը մեկ ոճով կազմեք, որովհետև տեսանելի լինելու ու եթե որոշակի անհարթություններ եղան, մտածելու եմ, որ խնդիրներ ունեք դուք տեքստը ուղիղ կազմելու հետ կապված։ Օգտագործեք PDF ռեժիմը տվյալ CV-ն ուղարկելու համար, նշեք ձեր անուն, ազգանունը։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք ունենաք CV ձեր հիմնական մեծ տարբերակը ու յուրաքանչյուր անգամ ծրագրի դիմելուց օգտագործեք ձեր գլխավոր CV-ի կոմպոնենտներից տվյալ ծրագրին վերաբերելի հատվածները CV-ում ներառելու համար։ Այժմ անդրադառնամ մոտիվացիոն նամակին։ Ինձ համար մոտիվացիոն նամակը հարաբերելի է գնումների հետ, օրինակ դուք ինչպես եք վաճառք կազմակերպում, երբ որ տեսնում եք ինչ-որ գովազդ, տվյալ գովազդը պետք է լինի բավականաչափ համոզիչ, որպեսզի դուք ցանկանաք գնել տվյալ ապրանքը։ Նույնը մոտիվացիոն նամակն է։ Դուք փորձում եք ձեզ վաճառել տվյալ ձեր հմտությունները վաճառել տվյալ մոտիվացիոն նամակով ու հիմնավոր թե ինչը հենց ձեր էջը առանձնանում մնացած մասնակիցներից։ Նախքան մոտիվացիոն նամակ կազմելը մի քանի քայլ է անհրաժեշտ անել։ Նախնապես հետազոտեք տվյալ Erasmus մագիստրոսական ծրագրի կայքէջը, որտեղ նշված է տվյալ ծրագրի նպատակները, արժեքները, որոնք են մնացած համալսարանները, որոնց հետ համագործակցում են, ինչպես է կառուցված ծրագիրը։ Այս ամենը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի դուք իմանաք, թե որտեղ եք դիմում եւ ինչ ուղղությամբ պետք է տանեք ձեր մոտիվացիոն նամակը, ինչ պահանջներ է ծրագիրը ներկայացնում։ Կարող եք հետազոտել նաև տվյալ ծրագրի Instagram-յան եւ LinkedIn-յան էջերը հնարավորության եւ հասանելիության դեպքում, որպեսզի տեսնեք, թե օրինակ ինչպիսի գիտաժողովներ են կազմակերպում, միջոցառումների են մասնակցում։ Խոսքը գնում է ոլորտների մասին, այսինքն նեղ մասնագիտական ոլորտների, որ դուք տեսնեք, թե ինչ հետաքրքրություններ ունի տվյալ ծրագիրը, ինչին պետք է ուշադրություն դարձնել ձեր մոտիվացիոն նամակը գրելու համար։ LinkedIn-ի միջոցով նույնպես կարող եք փորձել գտնել տվյալ ծրագրի նախկին շրջանավարտներին կամ ուսանողներին ու ուսումնասիրել իրենց պրոֆիլները, այսինքն տեսեք, թե ովքեր են հիմնականում սովորում ծրագրում, ինչպիսի փորձառություն են ունեցել, որը նրանց առանձնացրել է մնացած մասնակիցներից։ Դրանով հանդերձ դուք կարող եք արդեն ձեր շանսերն փորձել, թե դուք ինչքանով եք համապատասխանում տվյալ ծրագրի շրջանակներին, կարող եք նաև կապ հաստատել նախկին շրջանավարտների հետ եւ դրանով կկողմնորոշվեք, թե մոտիվացիոն նամակը ինչ ուղղությամբ տանեք։ Պետք է նաև ձեր նպատակները մոտիվացիոն նամակում համապատասխանեն Եվրոպական միության նպատակներին, բայց դրա մասին արդեն ավելի ուշ կխոսեմ։ Մոտիվացիոն նամակը պետք է ունենա հստակ կառուցվածք։ Առաջին հերթին պետք է դուք նախաբանը տաք, այնուհետև նշեք ձեր գիտելիքների մասին, այսինքն ակադեմիական կյանքի մասին, մասնագիտական հմտությունների մասին, ինչու եք այս ծրագիրը ընտրել եւ ինչ նպատակներ ունեք ծրագրին դիմելուց հետո։ Իհարկե դուք յուրաքանչյուր մոտիվացիոն նամակը գրելուց յուրաքանչյուր ծրագրի համար պետք է համապատասխանեցնեք մոտիվացիոն նամակը տվյալ ծրագրին։ Առաջին հատվածում սկսեք պատմել, թե ինչով է գրավիչ դարձել այս ծրագիրը ձեր համար։ Եթե սկսեք օրինակ, ես Գայանե Հայրապետյանն եմ եւ ցանկանում եմ դիմել այս ծրագրին։ Ես խորհուրդ չեմ տալիս։ Օրինակ դուք կարող եք օգտագործել որոշակի պատմություններ, որոշակի մասնագիտական փորձ, որը ձեր համար օրինակ շատ տպավորիչ է եղել եւ դա է պատճառը հանդիսացել, որ դուք ցանկանում եք տվյալ մագիստրոսական ծրագրին դիմել եւ
տվյալ ոլորտում ուսանել։ Այսինքն հենց մագիստրոսական ծրագիրն էլ ձեր նպատակների հետ պետք է համապատասխանի։ Օրինակ ես, երբ որ դիմել եմ իմ ծրագրին, սկսել եմ պատմել նրանից, թե երբ որ սովորում էի Թումո տեխնոլոգիական կենտրոններում, սկսեցի ուսումնասիրել ծրագրավորումը, ռոբոտաշինությունը, բայց այնուհետև սկսեցի զբաղվել իրավաբանությամբ, ու իմ համար ընդհանրապես երբեք անգամ մտքովս էլ չէր անցնի, որ ես կարող եմ դիմեմ նման ծրագրի ու իրավաբանությունը ու տեխնոլոգիաները իրար հետ կարող են կապ ունենալ։ Այսինքն պետք է սկսեք այնպիսի մի կետից, որը նաև տպավորիչ կդարձնի, բայց որ կետով որ սկսում եք ձեր մոտիվացիոն նամակը, պետք է ուղղակի նշանակություն ունենա ու դուք այդ պատմությունը պետք է կարողանաք հետևողական շղթայական կապ պետք է ունենա ձեր ամբողջ մոտիվացիոն նամակի հետ։ Այնուհետև անդրադարձեք ձեր կրթությանը, բայց այստեղ պետք է ուղղակի փաստեր գրել, օրինակ ես սովորել եմ իրավաբանություն։ Պետք է նշեք, թե իրավաբանություն սովորելու ընթացքում օրինակ ինչ մասնագիտական հմտություն եք ձեռք բերել, որը կամ գիտելիք եք ձեռք բերել, որը շատ կարևոր է տվյալ ծրագրին մասնակցության համար։ Օրինակ, ընդունեք մասնակցեք դատախաղերի կամ ծրագրավորման հակաթոնների եք մասնակցել ուսանող լինելու ժամանակ եւ X գիտելիքն եք ձեռք բերել, որը ուղղակի կապ ունի տվյալ մագիստրոսական ծրագրի հետ։ Այնուհետև ձեր մասնագիտական հմտությունների մասին խոսելու ժամանակ պետք է նշեք ձեր աշխատանքային փորձը կամ եթե օրինակ չունեք աշխատանքային փորձ, նշեք ձեր կամավորական իրականացրած կամավորական ծրագրերի կամ նախագծերի մասին։ Այստեղ պետք է ավելի ընդհանուր լինեք եւ պետք է ներկայացնեք, թե ձեր կատարած աշխատանքի ընթացքում ինչ արդյունք եք կարողացել տակ։ Եթե նշեք պարզապես, որ X աշխատանքն եք իրականացրել ընտրողների, երբ որ կարդան ձեր մոտիվացիոն նամակը, պատկերացում չեն ունենալու, թե ինչ դուք դրանից վերցրեցիք, ինչպես կարողացաք օրինակ թիմը ղեկավարել, ինչպես կարողացաք ձեր թիմը լավ արդյունքի հասցնել, այսինքն պատմեք ընդհանուր, թե ինչով դա ձևավորեց ձեր մասնագիտական գիտելիքները ու հմտությունները։ Այնուհետև պետք է նշեք տվյալ ծրագրի հենց ձեզ ընտրելու պատճառը։ Շատ կարևոր է, որպեսզի մոտիվացիոն նամակում երևա, որ դուք կատարել եք նախնական ուսումնասիրություն տվյալ ծրագրի հետ կապված։ Օրինակ նշումներ կարող եք պարունակել տվյալ համալսարանների մասին, որոնք մասնակցում են, նշելով, որ դուք ուսումնասիրել եք ու X համալսարանի ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի ձեր հետագա մասնագիտական զարգացման համար, կամ ուսումնասիրեք եւ տեսեք, թե որ դասախոսներն են դասավանդելու եւ նշեք, որ օրինակ դուք իրականացնեք X հետազոտությունը եւ այս դասախոսը կարող է շատ լավ օգնել ձեզ, որպեսզի դուք ձեր հաջողություններին հասնեք։ Եվ վերջապես պետք է նշեք ձեր նպատակները ծրագրի մասնակցելուց հետո ինչ նպատակներ ունեք, որտեղ եք ցանկանում աշխատել, ինչ ոլորտ եք ցանկանում զարգացնել ու Եվրոպական միության նշանակությունը տվյալ ոլորտում։ Սովորաբար Erasmus Mundus մագիստրոսական ծրագրերը միտված են Եվրոպական միությունում որոշակի նպատակների եւ խնդիրների լուծմանը։ Ինչպես նշեցի, կարող եք իրականացնել հետազոտություն եւ եթե գտնեք, թե Եվրոպական միության առջեւ դրված որ նպատակը իրականացնելու համար է տվյալ ծրագիրը ստեղծվել, կարող եք անմիջական հղում կատարել տվյալ ծրագրին։ Շատ վստահ եմ, որ տվյալ մոտիվացիոն նամակը միանգամից աչքի կընկնի, որովհետև հիմնականում շատ բարդ բան է, որպեսզի գտնեք, թե Եվրոպական միության առջև դրված որ խնդիրը կամ նպատակն է ծրագիրը լուծում։ Ինչպես նաև պետք է ներկայացնել, որ դուք Եվրոպական միությունում պետք է սովորեք եւ այնուհետև ստացած գիտելիքը հետ բերեք ձեր երկիր, որովհետև մագիստրոսական ծրագիրը միտված է ձեր երկրի Եվրոպական միության մեջ կապերի հաստատմանը, մշակութային փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական համայնքի ստեղծմանը, եւ եթե դուք պարզապես նշեք, որ ես ուղղակի Եվրոպայում եմ ուզում գտնվել, բնականաբար դա ոչ մի առավելություն չի տալու։ Նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Եվրոպական Erasmus Mundus ծրագիրը միջմշակութային ծրագիր է իրենից ներկայացնում եւ դուք շփվելու եք եւ սովորելու եք աշխարհի տարբեր երկրներից ուսանողների հետ միևնույն ժամանակ։ Եվ ձեր մոտիվացիոն նամակը պետք է ցույց տա, որ դուք բաց եք նոր մարդկանց եւ նոր մշակույթների համար
եւ կարողանալու եք ապահովել միջմշակութային կապը, ինչ եք սովորելու։ Բնականաբար Erasmus Mundus-ի ժամանակ կարող եք ճամփորդել, իրականացնել, տեսնել աշխարհի տարբեր երկրներ, բայց հիմնական մոտիվացիան բնականաբար դա չպետք է լինի։ Հետևաբար ձեր մոտիվացիոն նամակը պետք է լինի շատ հստակ, պետք է կարողանաք դուք կոնկրետ ներկայացնել, թե որ նպատակով, ինչ նպատակի համար եք դիմում ծրագրին եւ պետք եւ եթե լինեք օրինակ շատ ընդհանրական, կարող է ձեր մոտիվացիոն նամակը մերժվել, իսկ եթե դուք լինեք արդեն կոնկրետ, մարդիկ կարողանան հիշել, որ դուք X ուսանողն եք, որը ցանկանում էր օրինակ կազմակերպության համար ստեղծել շատ մեծ ծրագիր, համագործակցել Եվրոպական միության հետ, օգտագործել նետվորքը տվյալ ոլորտը Հայաստանում զարգացնելու հետ կապված, բնականաբար կլինեք ավելի հիշվող եւ ծրագրի ընտրման հարցում ձեր մոտիվացիոն նամակը կառանձնանա։ Երբ որ գրում եք մոտիվացիոն նամակը, ցանկացած միտք պարբերություն գրելուց հետո ձեզ հարց տվեք եւ ինչ, օրինակ ես սովորել եմ իրավաբանություն եւ ինչ, կարող է նկատի ունենեք, որ իմ գիտելիքները ինձ թույլ են տալիս, որպեսզի ես կարողանամ իրավական բացերը բարձել, որովհետեւ իրականացրել եմ XYZ ծրագիրը։ Ունեցեք կոնկրետ հիմնավորումներ եւ օրինակներ։ Բնականաբար պետք չէ ամբողջ մոտիվացիոն նամակն օրինակներով լցնել, բայց ինչքան որոշակի լինեք, այդքան լավ։ Քանի որ Erasmus մագիստրոսական ծրագրերը տարբեր երկրներում են անցկացվում, նշեք որոշակի հողում պարունակեք ձեր լեզուների իմացության մասին, օրինակ իմ ծրագիրը լեզուները անգլերենն են եւ ֆրանսերենը, ես նշել եմ, որ ես ֆրանսերենը սովորել եմ համալսարանում, բայց նաեւ կարող եմ կիրառել, որովհետեւ իրականացրել եմ մասնագիտական պրակտիկա Ֆրանսիայում եւ արդյունքում ինձ համար բարդ չէ տվյալ գիտելիքները կիրառել նաեւ ուսանող լինելու ժամանակահատվածում։ Ինչ հիմնական սխալներ են իրականացնում մոտիվացիոն նամակը գրելուց, ինչպես արդեն նշեցի, որ պետք է ունենաք շատ տպավորիչ մուտք, այսինքն չունենաք ես շատ ուրախ եմ, որպեսզի պետք է դիմեմ այս ծրագրին։ Նույն ծրագրի համար, նույն նամակը տարբեր ծրագրերի մի ուղարկեք, որովհետև պետք է լինեք շատ կոնկրետ։ Նաև մի նշեք ընդհանրական, որ ես դիմում եմ, որովհետև ծրագիրը շատ հայտնի ծրագիր է կամ ես հետագայում շատ հեշտ գործ կգտնեմ դրանով։ Եթե դուք նշեք, թե դուք հեշտ գործ կգտնեք, որովհետև ծրագիրը ձեզ ինչ հմտություն կտա, այդ դեպքում արդեն ձեր մոտիվացիոն նամակը տարբերվող կլինի։ Մնացած կետերին չեմ անդրադառնում, բայց շատ կարևոր է իմ համար ու ես նախորդ տարիներին չէի արել, դուք նշեք անպայման մոտիվացիոն նամակում, որ ցանկանում եք դիմել եւ ստանալ ամբողջական կրթաթոշակ, որովհետեւ ծրագրերը ունենում են երկու ֆինանսավորման տեսակ, ամբողջական ֆինանսավորում եւ օրինակ իմ ծրագիրը կարող է ֆինանսավորել միայն իմ ուսման վարձը, բայց այնուհետեւ կեցության ծախսերը, իմ ընթացիկ գումարները ես ինքս պետք է դրանք ապահովեի։ Այդ պատճառով շատ կոնկրետ նշեք, թե ինչու է ձեզ անհրաժեշտ ամբողջական կրթաթոշակը եւ եթե ամբողջական կրթաթոշակը բացակայի, դուք ինչու չեք կարողանա մասնակցել այդ ծրագրին ու հետեւաբար չեք կարողանա իրականացնել դեր շատ կարեւոր երազանքները։ Բնականաբար ճանապարհորդության եւ մշակույթների կապի հետ կապված որոշակի փորձառություն նշեք կամ եթե փորձառություն չունեք, նշեք, որ շատ բացեք այդ ամեն ինչի համար։ Հետևաբար մոտիվացիոն նամակ գրելու ինչ փուլեր ունեցանք։ Նախ եւ առաջ իրականացնում ենք հետազոտություն, կազմում ենք մեր CV-ին համապատասխանեցնում ենք մեր ծրագրին, այնուհետև կառուցում ենք առաջին դրաֆթը, տարբերակը, ես խորհուրդ եմ տալիս ձեր դրաֆթը կազմելուց հետո տվեք ձեր ընկերներին կամ մասնագիտական փորձ ունեցող անձանց, որպեսզի կարդան ու իրենց ֆիդբեքը տան, այսինքն թե ինչ կարծիք ունեն ձեր գրածի հետ կապված, արդյոք դուք բավականաչափ համոզիչ կարողացաք լինել ձեր մոտիվացիոն նամակով, կարողացան ձեզ համոզել, որ հենց ձեզ ընտրեն։ Եվ վերջնական արդեն պետք է ստուգեք տառասխալների եւ կառուցվածքի հետ կապված եւ արդեն ուղարկեք։ Բնականաբար արհեստական բանականությունը այսօր շատ տարածված է եւ շատ
հեշտ իրականում հնարավոր է լինում արհեստական բանականությամբ գեներացված տեքստը տարբերակել սովորական մարդու գրած տեքստից։ Բնականաբար տեքստը անգլերենով է լինելու, կարող եք օգտվել արհեստական բանականությունից ուղումներ կատարելու համար, կառուցվածքը կազմելու համար, բայց ամբողջությամբ հույսը դնել արհեստական բանականության վրա բնականաբար չի կարելի եւ այդ չի էլ ընտրվելու։ Չեմ կարծում, որ իրականացնեն detect, այսինքն չեն փորձի բարձել արդյոք արհեստական բանականությունն է գեներացրել թե չէ, բայց ակնհայտ երևում է։ Նույնը վերաբերում է CV-ին, CV կազմելուց նույնպես կարող եք օգտվել արհեստական բանականությունից կառուցվածքը ապահովելու համար, սխալները գտնելու համար, ինչպես նաև արհեստական բանականությունից է կարող եք խորհուրդներ պահանջել, որ տվյալ դուք ներկայացրեք ամբողջական ծրագիրը, ծրագրի պահանջները եւ արհեստական բանականությունը ձեզ կօգնի, որպեսզի դուք ձեզ ամենաանհրաժեշտ տվյալները դրա մեջ ներառեք։ Կարծում եմ այսքանը, ինչպես արդեն նշեցի, այս բոլոր կետերին ես անդրադարձա։ Հիշեք, որ մոտիվացիոն նամակը ամենակարևոր մասն է կազմում ծրագրին ընտրվելու համար։ Նաև նշեմ, ես չաթում այդ հարցը տեսել եմ արդյոք մոտիվացիոն նամակը կամ որքանով էր կարևոր համալսարանի գնահատականները Moodle-ի ծրագրին ընտրվելու համար։ Ծրագիրը ծրագրին ընտրվելու դեպքում միայն մոտիվացիոն նամակը կամ միայն գնահատականները հաշվի չեն առնվում։ Օրինակ կան ուսանողներ, որոնք այդքան բարձր գնահատականներ չեն ունեցել, բայց ունեցել են շատ վերաբերելի մասնագիտական փորձ, հետագայում ծրագրեր են իրականացրել տվյալ մագիստրոսական ծրագրին վերաբերելի, ներկայացրել են երաշխավորական նամակներ կոնկրետ այնպիսի մարդկանցից, ովքեր աշխատել են իրենց այդ տվյալ ոլորտում կամ ովքեր դուք վստահ եք, որ իրենք նաև վերաբերելի են տվյալ մագիստրոսական ծրագրին ու կարող են ձեր պրոֆիլը այդպիսի լույսի ներքո ներկայացնել, որը վերաբերելի է տվյալ մագիստրոսական ծրագրին։ Այսինքն բոլոր տարբեր կոմպոնենտները գումարելով վերջում նոր ստանում ենք այդ հանրագումարը, արդյոք դուք համապատասխանում եք տվյալ ծրագրին, թե ոչ։ Կարծում եմ այսքանը, եթե հարցեր ունենաք, արդեն չաթում եւ բանավոր նույնպես կանդրադառնանք։ Շնորհակալություն ցածրության համար։ Կարծում եմ կարող ենք հարցերին անդրադառնալ։ Գայանե ջան, շատ շնորհակալություն մանրակրկիտ ներկայացման համար։ Զոյա ջան, անդրադառնանք հարցերին, եթե դեմ չեք։ Իհարկե, եկեք սկսենք հարցերին անդրադառնալ, որոշների չաթում ընթացքում պատասխանում էինք, բայց եթե նույնիսկ պատասխանել ենք հարցին գտնում եք, որ ամբողջական չէ պատասխանը, կարող եք ձեռք բարձրացնել, ձեզ անմյուտ կանենք ու կարող եք ձեր հարցը տալ, մի քանի հարցի կհասցնենք պատասխանել։ Ուղղակի խնդրում եմ չկրկնել այն հարցերը, որոնց պատասխանները արդեն իսկ հնչել են ներկայացման ընթացքում։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն, Գայանե ջան, շնորհակալություն, շատ հանգամանալից ներկայացրեցիք։ Մենք ամենասկզբում մի հարց ունեինք միջոլորտային, հա, ես նշեցի, որ միջոլորտային են այս ծրագրերը եւ հենց ձեր ծրագիրը միջոլորտային է, հա, իրավունք, արհեստական բանականություն, այնտեղ հարց կար, թե ինչպես է դա իրականանում, հա, տարբեր ոլորտների խաչաձևումը։ Ձեր ծրագրի օրինակով շատ հակիրճ կարող եք ներկայացնել մասնակիցներին, որ ավելի պարզ լինի, հա, ինչպես է ծրագիրը կառուցված, ինչպես են այդ տարբեր ոլորտները մեկտեղված մեկ ծրագրի մեջ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Տեսեք, քանի որ ծրագիրը հիմնականում 2 տարի է լինում եւ սովորում եք տարբեր համալսարաններում, իմ ծրագրի դեպքում տարբեր ոլորտների ուսումնասիրությունը տարբեր համալսարանների համար է նախատեսված։ Այս տարի ես սովորել եմ հիմնականում անձնական տվյալների պաշտպանություն, տվյալների կառավարում, բայց նաեւ արհեստական բանականության հետ կապված շատ ընդհանրական գիտելիքներ ենք ձեռք բերել ու արդեն հաջորդ տարի, երբ որ սովորենք օրինակ Ֆրանսիայում, ավելի մասնագիտանալու եմ տվյալների կառավարման ոլորտում, իսկ Իտալիայում մասնագիտանալու եմ AI-ի արհեստական բանականության էթիկական հարցերի շուրջ։ Այսինքն տվյալ ոլորտը բոլորը կրկին իրավաբանության հետ է կապված, բայց իր կոմպոնենտները առանձնանում են համալսարաններում եւ բնականաբար ծրագրի կազմակերպիչներն տեղյակ են, որ մենք օրինակ ունենք իրավական գիտելիքներ, այլ ոչ տեխնիկական, ու իրենք ընթացքում ծրագիրը այնպես են կառուցում, առարկայական ցանկը այնպես են կառուցում, որպեսզի խնդիր չլինի նյութը յուրացնելու հետ կապված։
Այսքանը։ Շնորհակալություն։ Նաև օրինակ իմ ծրագրի օրինակով իմ ծրագրի դեպքում առաջին երկու կիսամյակները, այսինքն Ֆրանսիան ու Պորտուգալիան հիմնականում մշակութային ժառանգության կառավարում էր, իսկ արդեն երրորդ կիսամյակը մշակութային դիվանագիտություն եւ միջազգային հարաբերություններ էր ու այդպես յուրաքանչյուր կիսամյակ մեկը մյուսին փոխ լրացնում էր, բայց օրինակ նշեմ, որ թեկուզ ընդհանուր մշակութային ժառանգության կառավարում էին ուսումնասիրում, առարկաներն էլ, այսինքն ոչ միայն կիսամյակներն էին իրենց փոխ լրացնում, այլ նաեւ հենց տվյալ կիսամյակում ներառված առարկաներն էլ էին փոխ լրացնում, օրինակ ունեին նախագծերի կառավարում, մշակութային հաղորդակցություն, բայց մշակութային հաղորդակցություն ասելով ավելի շատ հենց մշակութային ծրագրերի հաղորդակցություն, հա, օրինակ նման ոլորտի մի քանի ծրագրեր ունեինք ու օրինակ ես, քանի որ մինչ մագիստրոսական ծրագիրը աշխատանքային փորձ ունեի միջոցառումների կազմակերպման եւ հաղորդակցության ոլորտում, օրինակ մինչ ծրագիրը ֆրանսիական համալսարանում էի աշխատում, որպես PR-ի եւ իվենտների համակարգող, եւ պրակտիկաներին արդեն դիմելիս փորձում էի այնպիսի պրակտիկաներ գտնել, որ մշակութային կառույցների հաղորդակցության ոլորտում լինի, որ ավելի շատ շանսեր ունենամ պրակտիկաներին ընդունվելու համար, ու ըստ այդմ, օրինակ Բելգիայի պրակտիկան Թանգարանների միջազգային խորհրդում հենց հաղորդակցության գծով էր, կամ օրինակ Ֆրանսիայում երգի միջազգային ֆեստիվալի պրակտիկաս, այդտեղ օրինակ հենց արարողակարգի ու եւ հանրային կապերի օգնականն էին, այսինքն բացի այն, որ կիսամյակներն են մեկը մյուսից լրացնում, այլ հենց տվյալ կիսամյակում առարկաներն էլ մեկը մյուսին փոխ լրացնում են ու միջոլորտային են։ Շնորհակալություն։ Այստեղ հարցազրույցի փուլի հետ կապված հարցեր կան, իրականում տեղյակ չեմ Գայանեն ունեցել է հարցազրույց, թե ոչ, խոսքը հետո իրեն կփոխանցեմ, իմ ծրագրի դեպքում հիմնականում հարցրել են սկզբից ակադեմիական փորձս, խնդրել են ներկայացրել եմ իմ փորձը, այնուհետև ինչու եմ ցանկանում դիմել այդ ծրագրին, եւ ինչու եմ ցանկանում կրթություն ստանալ այդ ծրագրի շրջանակում եւ մյուս հարցը եղել է որոնք են մասնագիտական հեռանկարներս եւ այդ ծրագիրը ինչքանով կարող է օգնել ինձ իմ մասնագիտական կայացման հարցում։ Հավելեմ, որ ես էլ եմ ունեցել հարցազրույց ու հարցազրույցը երկլեզու է եղել անգլերենով ու ֆրանսերենով, իսկ մեր ծրագիրը եթե տեխնիկական բեքգրաունդ ունես կամ ունես իսպաներենի իմացություն, կարող էր նաև կիբերանվտանգություն սովորել, այսինքն կախված լեզվի իմացությունից հարցազրույցը կարող է լինել նաև անգլերեն եւ իսպաներեն։ Իմ դեպքում եղել է անգլերեն եւ ֆրանսերեն, հիշում եմ միայն, որ հարցրեցին ինչ է նշանակում այս ծրագիրը, ինչի մասին է այս ծրագիրը, դու ոչ թե պետք է ներկայացնիր, թե ինչու ես դիմել, այլ ինչ գիտելիք ունես այդ ծրագրի մասին։ Ու հետո կարծեմ մշակույթի մասին հարցեր եղավ, արդյոք փորձառություն ունես կամ ինչ ակնկալիքներ ունես տարբեր երկրներում ապրելու հետ կապված, այսքանը։ Մնացածը երևի հարցրած կլինեն, էլի արդեն թե ինչ ես դիմել այս ծրագրին, բնականաբար։ Իրականում Գայանեի խոսքին անդրադառնալով մի բան նշեմ, որ կան ծրագրեր, որոնց դեպքում եթե ընդունելության պայմանները ուսումնասիրեք, կան ծրագրեր, որոնք հստակ նշում են, որ չափորոշիչների մեջ շատ կարևոր է, որ արտերկրում որոշ ծրագրերի մասնակցության փորձ ունենաք, օրինակ իմ ծրագրի դեպքում նաև տոկոսային հարաբերությամբ էր ներկայացված, հա, քանի տոկոս ինչին է շնորհվելու ընտրության ժամանակ ու օրինակ 30% նշված էր մոտիվացիոն նամակը, 10% կամ 15, եթե չեմ սխալվում, նշված էր հենց արտերկրում փոխանակման ծրագրերի մասնակցության փորձը ու ես էլ 19 թվականին Erasmus Plus-ի շրջանակում մեկ կիսամյակով սովորել էի արդեն Ֆրանսիայում, փորձ ունեի ու դա նշել էի ու դա դրական էր բնականաբար ազդել։
Երևի սկսենք արդեն մի քանի հարց վերցնենք լսարանից, Ջեմմա Սիրականյանից սկսենք։ Շնորհակալ եմ շատ ներկայացնելու համար, իրականում բավականին sense ամփոփող էր ու ամեն կտորից խոսեցիք։ Ես մի հարց ունեմ կրթաթոշակի վերաբերյալ, ես հասկացա, որ դիմելով ծրագրին հենց Erasmus-ի ոնց որ կատալոգից կարողանում ենք հետո արդեն պատասխանի հետ միասին ընտրվել ենք թե ոչ, հասկանալ մեզ կրթաթոշակ տրամադրվում է թե ոչ կամ ոնց որ ինչքանով է փակում, հա, կրթաթոշակը։ Մի փոքր կուզեի ավելի մանրամասն իմանալ այս կտորի մասին, ոնց է որոշվում կրթաթոշակը ինչ չափով տրամադրել, օրինակ մենակ ուսման վճարը փոխանցել, բայց ոչ ծախսերը եւ այլն ու քանի որ 2 տարվա միանգամից ընտրվելու փուլից կարող է վստահ լինել, որ 2 տարվա համար վճարվելու է, թե օրինակ երկրորդ տարին հնարավոր է չվճարվի։ Շնորհակալ եմ այսքան։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում, այո, ծրագրին դիմելիս դուք միանգամից հենց կրթաթոշակին եք դիմում, բայց այնտեղ հայտի մեջ պետքա նշեք, որ կրթաթոշակին դիմում եք ու ինչպես Գայանեն նշեց, այնտեղ հարց կա, արդյոք ինքնաֆինանսավորման տարբերակով պատրաստ եք մասնակցել ծրագրին, թե ոչ, կոնկրետ իմ օրինակով ես նշել էի, որ ոչ, միայն կրթաթոշակով տարբերակ է։ Երբ դուք պատասխանները ունենում եք, իրականում ծրագրից ծրագիր մի փոքր տարբեր է։ Իմ ծրագրի դեպքում միանգամից պատասխանը եղել էր, որ ես ընտրվել եմ, շահել եմ կրթաթոշակը, բայց ծրագրեր կան, օրինակ մարտ ամսին, ենթադրենք, իրենք պատասխան են ունենում, որ ընտրվել են, բայց նշած չի լինում կրթաթոշակով տարբերակով, թե ոչ։ Ու հետո, օրինակ, 1 ամիս ավելի ուշ հայտարարում են կամ նամակով տեղեկացնում են, որ շահել է կրթաթոշակը կամ էլ self-funded ինքնաֆինանսավորման տարբերակով է։ Այսինքն, այս առումով մի փոքր ծրագրից ծրագիր հնարավոր է տարբեր լինի, բայց ամեն դեպքում այդ ամեն ինչը հստակ տվյալ ծրագրի կայքում, այդ ֆինանսավորման հատվածում էլ սովորաբար նշված է լինելու, թե որ ժամկետներին ինչի մասին են ձեզ տեղեկացնելու, էլի ընդհանուր ամբողջական վերջնական ընտրման մասին, թե օրինակ ընտրման եւ կրթաթոշակի մասին, թե օրինակ 2 փուլով է, այդ ամեն ինչը կայքում է ներկայացված լինում։ Ու չգիտեմ, ձեր հարցը ամբողջությամբ հիշեցի, թե այլ հատված կար, որ ինչ անդրադարձա։ Երկրորդ տարվա մասներ Հա, Ջեմմայի հարցը նրա մասին էր, արդյոք կարող են ամբողջ 2 տարվա ընթացքում վստահ լինել, որ ստանալու են կրթաթոշակը թե ոչ, ու ասեն, որ այո, եթե ստանում եք կրթաթոշակը, ապահովում է ամբողջ 2 տարվա ընթացքում ֆինանսավորումը, յուրաքանչյուր ամիս ձեր բանկային հաշվին գումարը փոխանցվում է։ Իսկ գումարի չափի հետ կապված ստանդարտ է 1400 եվրո, որը փոխանցվում է ամեն ամիս, այսինքն տվյալ գումարի չափը չի կարող փոփոխվել։ Տվյալ գումարի սահմաններում դուք ինքներդ պետք է ապահովեք, գտնեք ձեր համար բնակարան կամ եթե համալսարանը ձեզ կաջակցի ուսանողական հանրակացարանում կարող են տեղավորել, բայց տվյալ գումարը տնօրինում եք դուք, այսինքն գումարի որ հատվածը կվճարեք անվարձ, որը կօգտագործեք որպես անձնական ծախս եւ ճանապարհորդական վճար, արդեն դուք ինքներդ եք տնօրինում։ Ու նշեմ, քանի որ կացության հարցին էլ անդրադարձանք, ծրագրերի մի մասի դեպքում, այո, համալսարանը առաջարկում է համալսարանական կացարաններ, բայց օրինակ կան նաև ծրագրեր, եթե այնպիսի քաղաք է, որ մի քիչ դժվար է համալսարանական կացարան գտնել, հնարավոր է նաև տվյալ ծրագիրը բարձր տների ցանկ առաջարկի, օրինակ Պորտուգալիայում մեր ծրագրի դեպքում այդպես էր։ Ֆրանսիայում, այսինքն ուսանողական կացարանում ենք եղել, Ռումինիայում ուսանողական կացարանում ենք եղել, երկուսն էլ համալսարանի կողմից են առաջարկվել, իսկ արդեն Պորտուգալիայում իրենց կողմից ներկայացված տների ցանկից էին ընտրել եւ այդպես է կազմակերպվել, բայց արդեն ինչ վերաբերում է պրակտիկաներին, կոնկրետ իմ ծրագրի շրջանակում, պրակտիկաները ես ինքս էի գտել, համալսարանը չէր առաջարկում պրակտիկաների այդ ցանկ, ես ինքս եմ գտել ու արդեն կացության հարցն էլ ես ինքս եմ հոգացել, ինքս եմ խնդրել եւ բարձրացել։
Շնորհակալ եմ շատ պատասխանի համար։ Հաջորդ հարցը Մուրադյանից։ Ողջույն բոլորին։ Շնորհակալ եմ բովանդակալից ինֆորմացիայի տրամադրման համար։ Այս հանդիպումը ինձ շատ էր պետք, որովհետև այդ կողմնորոշման փուլում եմ ու շատ օգնեցիք, շնորհակալ եմ շատ։ Հարցս վերաբերվում է նրան, թե մի քանի անգամ նշեցիք Աննա ջան, լավագույն ուսանող արտահայտությունը։ Կուզեի իմանալ, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի ուսանողը, որ ինչ չափանիշներ պետք է ունենա ուսանողը, որ համապատասխանի լավագույն ուսանող ասվածին։ Մի բան նշեցիք Erasmus+ ծրագրերի մասնակցությունը, դա չափանիշներից մեկը, կասեք մնացած ինչ չափանիշներին պետք է համապատասխանի ուսանողը։ Շնորհակալություն եմ Աջան հարցի համար։ Իրականում ինչպես ամբողջ ելույթի ժամանակ նշեցի, ծրագրից ծրագիր տարբեր են ընդունելության պայմանները եւ չափանիշները։ Ըստ այդմ էլ լավագույն ուսանող կոչվածը ծրագրից ծրագիր կարող է տարբեր լինի, հա, ըստ իրենց չափանիշների։ Ամեն դեպքում ծրագրերի մեծ մասի դեպքում ուշադրություն են դարձնում արդյոք ձեր ակադեմիական կամ մասնագիտական փորձը համապատասխան է ձեր դիմաց մագիստրոսական ծրագրին, թե ոչ։ Ինչպես Գանը նշեց, ամենակարևոր փաստաթուղթը կարող ենք ասել մոտիվացիոն նամակը, ինչքանով հաջողված կլինի։ Ծրագրեր կան, որոնք հստակ ներկայացնում են, թե ձեր մոտիվացիոն նամակում ինչ կետերի անդրադառնաք ու ըստ այդմ արդեն պետք է հասկանաք ինչքանով կարողանաք հաջողել այդ նամակը։ Ինչ վերաբերում է Erasmus-ի փոխանակումների ծրագրին, ծրագրեր կան, որոնց դեպքում հստակ նշված է, որ դա առավելություն է, ծրագրեր կան հստակ նշված չի, բայց իմ անձնական կարծիքով կարծում եմ բոլոր դեպքերում էլ դա առավելություն է, որովհետև դա փաստում է, որ դուք արդեն իսկ ունեցել եք նման փորձ, արդեն իսկ եղել եք միջմշակութային միջավայրում, ունեցել եք նման փորձառություն ու ըստ այդմ այս մագիստրոսական ծրագրի ընթացքում էլ պիտի որ ինչ-որ խնդիրներ չունենաք։ Մյուս կարևոր չափորոշիչը լեզվի վկայականն է, ծրագրեր կան, կոնկրետ նշում են, այսքան տոկոս, օրինակ ամբողջական այդ միավորը, որ ձեր ընդունելության համար, ձեր ընդունելության հայտի հիման վրա կառուցում են, այնտեղ ծրագիր կա, կոնկրետ նշում է, այսքան տոկոսը լեզվի սերտիֆիկատ է, ծրագիր կա, չի նշում, բայց ամեն դեպքում լեզվի սերտիֆիկատն է շատ կարևոր է ու դե երաշխավորագիր նամակ, այսինքն այդ ամեն ինչին ուշադրություն են դարձնում, բայց արդեն թե որ ծրագիրը տոկոսային ինչ հարաբերությամբ այդ ամեն ինչին ուշադրություն կդարձնի, այդ արդեն կապված է այս կամ այն ծրագրից, այդպես, եթե այլ հարցեր ունեք։ Ունեմ այլ հարցեր, շնորհակալ եմ շատ։ Իրոք։ Եվ ունենք Լիլիթ Սարգսյանից հարց, ուղղակի մինչև պատասխանելը, քանի որ չաթում ավելի դանդաղ է լինում, պատասխանել է այսպես բանավոր նշեմ, երաշխագիր նամակ պետք է տրամադրի համալսարանի դասախոսը կամ գործատում, թե այլ կրթական ծրագրի մենթորից նույնպես կարող եք վերցնել։ Պատասխանը կարող եք վերցնել, բայց դուք ստուգեք ըստ ձեր ծրագրի որտեղից է ձեզ առավել նպատակահարմար վերցնել ձեր reference letter-ները եւ եթե նպատակահարմար եք գտնում, որ ձեր փորձառությունը եւ այդ մենթորի հետ աշխատանքը առավել համապատասխան է ծրագրի թեմային, վերցրեք մենթորից։ Որոշ դեպքերում նշված է լինում, որ օրինակ ակադեմիական են ավելի նախընտրում, որ տրամադրվի ձեր ակադեմիական օրինակ աշխատանքի ղեկավարի կողմից։ Եվ TOEFL-ի հետ կապված հիմնականում լեզվի սերտիֆիկատը կամ համապատասխան այլ փաստաթուղթը պետք է դիմելու փուլում արդեն արկա լինի, սակայն որոշ ծրագրերի դեպքում հնարավոր է լինում նախապես գրել ծրագրին, տեղյակ պահել կոնսորցիումին, որ դուք օրինակ հանձնելու եք TOEFL կամ մեկ ամսից եւ հնարավոր է որ ձեզ թույլ տան լեզվի սերտիֆիկատը մի փոքր ավելի ուշ ուղարկել։ Ամեն դեպքում հիմնականում պարտադիր է լինում հենց սկզբից ունենալ։ Եվ եթե ունեք հավելելու բան, Աննա ջան կամ Գայանե ջան, կարող եք ասել, եթե ոչ Լիլիթի հարցին պատասխանենք։
լեզվի սերտիֆիկատների եւ այլ հարցերի դեպքում իրականում շատ կարեւոր է հենց ծրագրի ադմինիստրատիվ համակարգողի հետ կապ հաստատել, այսինքն թեկուզ օրինակ լեզվի վկայականը ներկայացնելու ժամկետների մասով, ոչ թե դիմեք այս կամ այն շրջանավարտին, այլ հենց ծրագրի կոնսորցիումին, ինչպես Զոյան նշեց, իրենց տվյալները իրենց կայքերում հասանելի են լինում, ու եթե կա ինֆորմացիա, որը կոնկրետ վերաբերում է հենց այդ ծրագրին ու մյուս ծրագրերի դեպքում կիրառելի չի ու ինչ որ չափով անհասկանալի է ձեզ համար, դա կվերաբերի ժամկետներին, փաստաթղթերի ցանկին եւ այլն, ամեն դեպքում խորհրդատրվում հենց առաջինը կապ հաստատել տվյալ մագիստրոսական ծրագրի ադմինիստրատիվ համակարգողի հետ, ով ձեզ հստակ պատասխան կտա։ Եթե գրեք նամակ ու ինչ-ինչ պատճառներով չունենաք պատասխան, կարող եք դիմել Erasmus Mundus ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությանը, մենք փորձենք մեր հերթին իրենց նամակ գրել, ձեզ CC-ում դնելով ու հուսալով, որ մենք կկարողանանք ունենալ պատասխան։ Բայց բնականաբար դա կախված է նաև հարցից, ամեն հարցով չի, որ հնարավոր է իրենց դիմել, իրոք նենց հարցեր, որ իրանք կարող են հստակ պատասխան տալ, այլ ոչ խորհուրդ։ Խորհուրդների համար շրջանավարտները կարող են տալ, բայց ոչ ադմինիստրատիվ համակարգողը։ Շնորհակալություն շատ եւ վերցնենք Լիլիթի Սարգսյանի հարցը, եթե այլ հարցեր կան, ելի խնդրում եմ ձեր բարձրացրեք, որ հաջորդիվ ձեր հարցին էլ պատասխանենք։ Լիլիթ Սարգսյան, կարող եք հնչեցնել ձեր հարցը։ Շնորհակալ եմ շատ ինֆորմատիվ սեմինարի համար, իրոք շատ հարցեր ինձ համար էլ պարզ դարձան, ես ավարտական կուրսի ուսանող եմ, Բրյուսովում եմ սովորում ու փետրվարին եւ մարտին դիմել էի Erasmus Mundus-ի 4 ծրագրի, 3-ից արդեն մերժում եկել է, ապրիլին է եկել, մեկից նամակ էր եկել, որ ես համապատասխանում եմ իրենց ծրագրին, եթե ընտրվեմ, կուղարկեն ինձ invitation հարցազրույցի համար, բայց դեռ ինչ-որ նորություն չկա, մտածում էի ես գրեմ իրենց, թե ամեն դեպքում սպասեմ կամ եթե այսքան ժամանակ մոտ 2-3 շաբաթա չեն գրել, ուրեմն նշանակում է մերժում է, մեկ էլ մերժման նամակները 3 տարբեր ծրագրերից, որ ստացել էի, իրենք շատ նման էին բովանդակությամբ ու գրած էին, որ շատ դիմումներ կային, 2300, 2500 եւ այլն, բայց կուզեի ավելի մանրամասն իմանալ, թե անհատապես որն է եղել իմ դիմումի մերժման պատճառը, դա հնարավոր է ստանալ, թե էլի իմաստ չկա իրենցից հարցնել։ Ես ունեմ IELTS հանձնել եմ դեկտեմբերին, 8 եմ ստացել, իմ GPA-ը բարձր է, ունեմ Erasmus փորձառություն, 1 կիսամյակ սովորել եմ Իտալիայում, այդպես ու բավականին ուշադիր էի կազմել այդ բոլոր հայտադիմումները, որ ուղարկել էի, էլի մոտիվացիոն նամակներն էլ ամբողջապես գրված էին իմ կողմից։ Այսքանը երևի հարցը հասկանալի էր։ Հա, իհարկե, հա անպայման խորհուրդ կտամ կապ հաստատել եւ հարցազրույցի հետ կապված ճշտել լինելու է, չի լինելու, եթե լինելու է երբ, իսկ եթե չի լինելու, ինչով է պայմանավորված, իսկ ինչ վերաբերում է մերժման պատասխաններին, հա իրականում մեծ մասը նմանատիպ ձևով են ուղարկում մերժման պատասխանները, բայց իրականում իրոք շատ մեծ է մրցակցությունը ծրագրերի մեծ մասի դեպքում, բայց ամեն դեպքում լիահույս եմ, որ այդ 4-րդ ծրագրին, որի արդյունքներին սպասում եք, լիահույս եմ, որ ամեն դեպքում հարցազրույցը կլինի ու կունենաք հստակ պատասխան, ամեն դեպքում եթե իրենց հետ փորձեք հիմա կապ հաստատել ու մոտ 1 շաբաթվա ընթացքում չունենաք արձագանք, էլի կարող եք ինձ դիմել եւ կարող ենք ասոցիացիայի անունից նամակ ուղարկել ու հասկանալ ինչն է պատճառը, որ հարցադրույցի հետ կապված մանրամասն տեղեկատվություն չեն տվել, իսկ ահա ինչ վերաբերում է մերժման պատճառները ունենալուն, ցավոք սրտի չեմ կարծում, կարող եք փորձել նամակ գրել, բայց ցավոք սրտի չեմ կարծում, որ հստակ կնշեն, թե որ կետին չեք համապատասխանել։ Ես մի հավելում անեմ,
Ես այս մագիստրոսական ծրագրով որ սովորում եմ, ես նախորդ տարի նույնպես դիմել եմ ու մերժում եմ ստացել, բայց կրկին այս տարի եմ դիմել ու արդեն հաստատումը եկել է ու դու ինքդ պետք է հետևություն անես, թե ինչու մերժեցին քեզ։ Երբ որ կարդում ես քո մոտիվացիոն նամակը կամ թե երաշխավորական նամակները, որ ներկայացրել ես, ովքեր էին գրել երաշխավորական նամակները, ու ինձ համար ամենակարևորը իմ մոտիվացիոն նամակն էր։ Երբ որ ես կարդում եմ այդ մոտիվացիոն նամակը, արդյոք կարողանում եմ պատկերացում կազմել առանց քեզ տեսնելու ճանաչել քեզ ու հասկանալ, թե դու արդյոք այս գրածդ կիրականացնես թե չէ, ինչքանով է իրական երևում քո նպատակները, քո մասնագիտական փորձը, քո կրթությունը, ինչքանով է համապատասխանում իրենց ծրագրին ու հետագա նպատակներին։ Այսինքն իրենք ոչ միայն փորձում են գտնել լավ սովորող ուսանողների, այլ նաև մարդիկ, ովքեր հեշտ կհարմարվեն միջավայրին, լիդեր կլինեն ու հետագայում քո սովորածը կբերես քո երկիր, կկիրառես, ինչ որ նորություններ կմտցնես քո երկիր, կամ կարողանաս կառուցել Եվրոպայի ու քո երկրի միջև։ Այսինքն ինքդ պետք է ուսումնասիրես ու հետևություններ անես քո գրած մոտիվացիոն նամակներից ու փաթեթից ու փորձի մյուս տարի նորից։ Ես փորձեմ շարունակել Գայանեի ասածը, օրինակ իմ մագիստրոսական ծրագրի դեպքում էլ ես հստակ նշել էի Հայաստանին ինչքանով էր պետք այդ ծրագիրը, իմ մասնակցությունը, քանի որ իմ ընդհանուր մշակութային ժառանգության վերաբերյալ էր, նաև ներառում էր հակամարտությունները եւ այլն, ես դիմել էի Արցախի դեպքերից անմիջապես հետո, 20 թվականի դեպքերից անմիջապես հետո, ու նույնիսկ իմ մոտիվացիոն նամակում դրան անդրադարձել էի ու մի բան էլ նշեմ, օրինակ իմը էլի մշակութային ոլորտում էր, բայց իմ աշխատանքային փորձը կամ նույնիսկ ուսումնառությունս այդքան էլ ուղիղ կապված չէր, որովհետև իմ բակալավրիական կրթությունը ֆրանս լեզու գրականություն ուղղվածությամբ էր, բայց ես քանի որ մտահոգություն ունեի, որ հնարավոր է, չնայած այնտեղ նշված էր, որ ընդունում են իմ ակադեմիական փորձով դիմումներ, բայց ես ամեն դեպքում մտահոգություն ունեի, այդքան էլ շատ ուղղակի կերպով կապված չէր։ Դրա համար ես կարճատև օնլայն կուրսեր անցա, հենց մշակութային ժառանգության կառավարում թեմայով ու այդ օնլայն կուրսի սերտիֆիկատն էի կցել իմ փաթեթին ու մոտիվացիոն նամակում էի դրանից խոսել, որովհետև նախորոք քանի որ ուսումնասիրել էի իրենց կրթական բովանդակությունը, իմ այդ կարճատև կուրսում կային առարկաներ, որոնք ուղիղ կերպով կապված էին այդ մագիստրոսական ծրագրին ու դրանով էի այսինքն հիմնավորել։ Շատ շնորհակալ եմ, իրականում էլի հարցեր առաջացել էին այդ երկրորդ անգամ նորից դիմելու, բայց որ ասացիք, որ հնարավոր է ոնց որ մեկ անգամ մերժում ստանալուց հետո էլի ընտրվել, իրոք ես էլ մոտիվացվեցի, նոր ուսումնական տարվա համար դիմելու արդեն սկսեմ երևի հոկտեմբերից, չէ՞։ Խորհուրդ կտամ արդեն իսկ ուսումնասիրել ծրագրերը, իհարկե ինչպես նշեցինք ծրագրերը թարմացվում են հոկտեմբեր ամսին, բայց դա ավելանելու են նոր ծրագրեր, հներից որոշները դուրս են գալու, բայց ինչպես իմ ելույթի սկզբում նշեցի, հիմա եթե ընտրեք այն ծրագիրը, որը ձեզ համապատասխանում է, այդ հակիրճ նկարագրության հատվածում կարևորը նայեք ֆինանսավորումը մինչև երբ է այդ ծրագրի, եթե 29 թվականից հետո դեռ կա ֆինանսավորում, այսինքն կարող եք վստահ լինել, որ հոկտեմբերին այդ ծրագիրը դեռ ուժի մեջ կլինի ու ես խորհուրդ կտամ հենց չսպասել մինչև հոկտեմբեր, հենց այս պահից արդեն ծրագրին էլի նորից ավելի լավ պատրաստվել ու եթե, չգիտեմ, կարիք կա նմանատիպ կարճատև ինչ-որ կուրսեր անցնելու, անցնեք ու այդ միայն կմեծացնի ձեր շանսերը։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Տիգին Սարգսյան, Հազվաջան, ուզում եի խնդրել Անային մասնակիցների համար հստակեցներ, թե արդյոք կա ռեֆերենս նամակների համար ինչ-որ սահմանված ձևաթղթեր, ինչ-որ բանի պետք է հետևեն կանոնների այդ ռեֆերենս նամակները ներկայացնելու համար, թե կամայական ձևով են դրանք գրվում։ Կան ծրագրեր, որոնք հստակ ունեն ձևաչափ եւ մոդել, օրինակ իմ ծրագիրը կոնկրետ հայտադիմումի փաթեթի մեջ իրենք ունեին հստակ մոդել,
ու ես այդ մոդելն եմ ներկայացրել իմ դասախոսներին, գործատուին, իրենք այդ մոդելով են ներկայացրել։ Կան ծրագրեր, որոնց դեպքում ազատ ոճի է, ուղղակի նշված է, թե ինչին անդրադառնա իրենց գործատուն կամ դասախոսը, կան ծրագրեր, որ էլի ազատ ոճի է, բայց նշված չի ինչին անդրադառնան, բայց ամեն դեպքում, ինչպես իմ ելույթի ժամանակ նշեցի, շատ լավ կլինի, որ կլինի ձեր դասախոսը թե գործատուն, շատ լավ ծանոթ լինի այն ծրագրին, ինչին դիմում եք, ու մանրամասն հիմնավորի այդ ոլորտում ինչքանով է ինքը ձեզ հետ առնչվել եւ այլն, ու կարևոր է ոչ միայն էլի մասնագիտական կետերին անդրադառնա, այլ ընդհանուր էլի չգիտեմ, նախագծերի կառավարման տեսանկյունից, պարտաճանաչության, եթե հնարավոր է նաև հարմարվողականության, օրինակ, չգիտեմ, task management-ի առումով, ժամանակի կառավարման, եթե հնարավոր է նման կետեր ներառել, շատ գովելի կլինի։ Իմ ծրագրի այդ մոդելի դեպքում հստակ նշված էր, կային տարբեր օրինակ կարողություններ, որոնք ներկայացված էին, ու պետքա դասախոսը կամ գործատուս նշեին, թե ես ինչքանով ունեմ այդ կարողությունները ցածր, միջին, բարձր գնահատմամբ, ու իրենք պետքա գնահատեին։ Մոտ, եթե չեմ սխալվում, 10-ից 15 կարողություն կար նշված այդպես։ Իսկ մնացած հատվածում արդեն կոնկրետ պետքա նշեին մասնագիտական առումով, ինչքանով են ինչ ճանաչում, նշված էր երբանից են ճանաչում, ինչ շրջանակում են ճանաչում, այսինքն գործի, թե համալսարանի եւ այլն, ու հստակ նշեին, թե ինչու են երաշխավորում իմ մասնակցությունը տվյալ ծրագրին։ Ես միայն մի հավելում անեմ Աննային, օրինակ իմ ծրագրի դեպքում ես միայն նշել եմ էլեկտրոնային հասցեները երաշխավորական նամակ գրողների, ու իրանք են ստացել արդեն ֆորման էլեկտրոնային կազմված հարցերից, որոնք պետք է լրացնեն, ու իմ կողմից խորհուրդ այն անձով, որ պետք է ձեզ տա երաշխավորական նամակ, դուք մի գրեք իրա փոխարեն։ Դա իրենց պատկերացումն է ձեր մասին, ոչ թե ձեր պատկերացումը ձեր մասին, որովհետև դա միևնույն է չի լինելու օբյեկտիվ, դուք կարող եք միայն վերջում անցնել վրայով ու տեսնել արդյոք դա համապատասխանում է ձեր պատկերացումներին, թե չէ, բայց հնարավորություն տվեք ու ընտրեք այն մարդկանց, ովքեր իրոք մտածում են ձեր ապագայի մասին ու կգրեն այդ երաշխավորական նամակը։ Այսքան։ Շնորհակալություն։ Մարիա ջան, կարող եք տալ ձեր հարցը։ Շատ շնորհակալություն, որ հարցերին դեռ անդրադառնում եք, չնայած որ ժամանակը արդեն սպառվել է։ Կփորձեմ հնարավորինս կարճ հարցս ուղղել։ Ես հիմա սովորում եմ 3-րդ կուրսում եւ պլանավորում եմ եկող սեպտեմբեր-հոկտեմբերից արդեն դիմել եւ չաթում էլ տեսա, որ այդպեսի շատ դիմորդներ կան։ Իմ համալսարանի դեպքում իմ մոգը 3-րդ կուրսի, այսինքն ամբողջ մոգը, որտեղ 3.5 տարի ենք փաստացի սովորում, պատրաստ կլինի միայն փետրվար ամսին, բայց շատ ծրագրերի, մանավանդ իմ մասնագիտական շատ ծրագրերի դեդլայնը հունվարն է։ Ինչպես համակարգել է այդ պահը։ Շատ լավ, ինչպես հանդիպման սկզբում նշել էի, եթե 4-րդ կուրսում եք սովորում, ակադեմիական տեղեկագիրն եք ներկայացնում, ու ակադեմիական տեղեկագրում հենց տվյալ պահին այնտեղ նշված է լինում ձեր մոգը։ Այսինքն դա խնդիր չի, իրենք հաշվի են առնելու տվյալ պահին ձեր մոգը ինչքան է, ու հետո արդեն երբ ունենաք դիպլոմը, արդեն հետո իրենց փոխանցում եք դիպլոմը ու դիպլոմի միջուկը, բայց ակադեմիական տեղեկագրով կարող եք դիմել։ Հնարավոր է բացի ակադեմիական տեղեկագրից իրենք ինչ-որ համալսարանից տեղեկանքել առանձին ուզեն, որ նշված լինի, որ սովորում եք 4-րդ կուրսում, այսինքն ակադեմիական տեղեկագրինքից այդպիսի տեղեկան, այդ արդեն պետք է մանրամասն հենց տվյալ ծրագրի կարգում տեսնեք։ Եղավ, շատ շնորհակալություն։ Ու նույնիսկ թեկուզ հիմա 3-րդ կուրս եք, հետո 4-րդ կուրս եք տեղափոխվելու, նույնիսկ էլի խորհուրդ կտամ չսպասել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր, նույնիսկ եթե թարմացվելու են, հիմա արդեն իսկ շորթլիստ անել են ծրագրերի, որ կցանկանաք դիմել, հետո արդեն հոկտեմբերից թարմացված ցանկին է ծանոթանաք, եթե կլինեն նոր ծրագրեր, որոնք կհետաքրքրեն, ապա
դրանց էլ մտածեք դիմել, թե ոչ։ Բայց ու թվի մասով, չգիտեմ, հարցերում երևի կար, սահմանափակում չկա, ցանկացած թվով ծրագրերի կարող եք դիմել, բայց ամեն դեպքում ես իմ անձնական կարծիքով, չգիտեմ, կնշեմ մաքսիմում 3-ից 4 ծրագիր, որովհետև ամեն դեպքում բավականին ջանք է ենթադրում այդքան հայտադիմումներ պատրաստելը ու բոլոր ծրագրերի համար բնականաբար նույն հայտադիմումը, ամբողջովին նույն փաստաթղթերը չեն, արդեն իսկ մոտիվացիոն նամակը բավականին ջանք է ենթադրում, դրա համար խորհուրդ չեմ տա օրինակ 10 ծրագրի դիմել, իմ կարծիքով 3-ից 4 ծրագիրը ավելի իրատեսական է։ Եղավ, շատ շնորհակալություն խորհուրդների համար։ Բոլոր ծրագրերը համել շատ տարբեր են, այդքան ծրագիր երևի չեք էլ գտնի, էլի, որ այդքան իրար նման լինեն ու ձեզ համապատասխանեն։ Շատ լավ, ոնց որ թե հարցերը այսքանն էին։ Կարծեմ մի հարց էլ կա, փորձենք երևի 7 րոպե, եթե իհարկե հարցեր կա, տվյալ տեղեկագրերը թարգմանվեն անգլերեն, նոր ուղարկվեն անպայման, այո, կամ անգլերեն, կամ եթե տվյալ մագիստրոսական ծրագիրը ընդունում է նաև այլ լեզվով փաստաթղթեր, այլ լեզվով, օրինակ իմ ծրագրի դեպքում փաստաթղթերը ընդունվում են անգլերեն կամ ֆրանսերեն, որովհետև այդ երկու լեզուներն էր ներառված ծրագրում ու բոլոր փաստաթղթերը կամ անգլերեն կամ ֆրանսերեն էին, պետք է նախորդ թարգմանել, հայերենով չէ կարող ներկայացնել։ Եթե այլ հարցեր չկան, երևի այսքանը։ Մանե Մելքոնյան։ Բարև ձեզ, կներեք ես կցանկանայի իմանալ տարիքային սահմանափակումը Erasmus Mundus-ի դիմելու համար մինչև 30 տարեկանն է։ Ոչ, ինչպես ինձ թվում է երևի ուշ եք միացել մի փոքր, ինչպես ելույթիս սկզբում ներկայացրի, ի տարբերություն Erasmus-ի կարճաժամկետ ծրագրերի կամ փոխանակումների, տարիքային սահմանափակում ընդհանրապես չկա մագիստրոսական ծրագրերի դեպքում, կարող եք դիմել ցանկացած տարիքում ու շատ ծրագրերի դեպքում լինում են այնպես է ստացվում, որ նույնիսկ ավելի մեծ տարիքով մարդիկ են դիմում, դա ծրագրից ծրագիր տարբեր է։ Իմ կուրսում օրինակ 22-ից 32 տարեկան անձինք կային, բայց օրինակ մեր ծրագրի նախորդ հոսքերի դեպքում ավելի մեծ տարիքի են եղել 25-ից մինչև 38 տարեկան են եղել, այսինքն այդ ինչ-որ սահմանափակում չկա։ Իսկ կներեք, շնորհակալություն հարցին պատասխանելու համար, մի հարց էլ հնչեցնեմ, այսինքն եթե մարդ ունի բակալավրի ու մագիստրոսական կրթություն, մագիստրոսական կրթությունը ցանկալի է, որ նշվի դիմում հայտի մեջ, թե ոչ, բայց Հայաստանի Հանրապետությունում ստացած մագիստրոսական կրթություն։ Հա, իհարկե, ցանկալի է, հատկապես եթե ինչ-որ չափով առնչվում է այդ ոլորտին, բնականաբար կարող եք նշել։ Բայց ամեն դեպքում ինչ վերաբերում է գնահատականներին, մոգին եւ այլն, իրենք հիմնվում են բակալավրիատի դիպլոմի վրա։ Շնորհակալություն։ Եվ այստեղ հարցը անցողիկ միավորի շեմը ծրագրից ծրագիր տարբեր է, դա պետքա կոնկրետ ծրագիրը ընտրեք, ծրագրի կայքեջում պայմաններին ծանոթանաք ու այնտեղ նշված կլինի կոնկրետ քանի միավորն է ընդունելի, այսպես հստակ չեն կարող էլի ասել, եթե ասենք բոլոր ծրագրերին չի վերաբերի ամեն դեպքում, պետք է տվյալ ծրագրի կայքեջը ստուգեք։ Կարծես թե այսքանը Մանե Մելքոնյան էլի հարց ունեք, թե պարզապես ձեռքը մնացել է։ Հա, մնացել է, բայց մի հարց էլ տամ էլ, ես TOEFL-ի հետ կապված 80 եւ 80 բալը ես ենթադրում եմ ինքը անցողիկ չի, չէ՞, ծրագրերի մեծամասնության համար։ TOEFL-ի 80-ը, ու ներկայումս փոխվել է գնահատման սանդղակը 4-ը, որովհետեւ հունվարից հետո TOEFL-ի գնահատման սանդղակը փոխվել է 1-ից 6 միավորանոց է դարձել, եթե նախկինում 120 էր։ Հիմա ես վերջին անգամ որ նայեցի, նույնիսկ այդ թարմացումը չկար 1-ից 6 բալանոց համակարգի սանդղակով։
Այդ երևի իրենց հետ պետքա, չէ՞, կապ հաստատեն, որ Իրականում այդ նոր գնահատման համակարգով տեղյակ չեմ անկեղծ ասած, ես իրականում ես TOEFL չեմ հանձնել, ես քանի որ իմը երկլեզու էր, ես ֆրանսերենի միջազգային քննությունն եմ հանձնել, անգլերենի դեպքում իմ դեպքում համասանից ներկայացված տեղեկանքներ բավարարում։ Գանե ջան, դու TOEFL հանձնել ես, կոնկրետ նշված էր նվազագույն շեմը քո ծրագրի դեպքում կհիշես։ Իմ հանձնած քննության անունը ստեղ ընդհանրապես չի էլ հնչել, ես Duolingo եմ հանձնել, որովհետև ես ունեմ կոնկրետ ստանդարտներ, որ ստանդարտացված թեստերից զսվում եմ։ Իսկ Duolingo-ն իրոք լեզվի իմաստություն էր ստուգում, ու շատ լավ էր Duolingo-ը։ Հա, այսինքն Duolingo-ով էլ կա, ես օրինակ լսել էի, բայց ինձ թվում է թե ծրագրերի մեծ մասը TOEFL-ին, որտեղ Duolingo-ն TOEFL-ից ավելի հեշտ է երևի։ Ծրագիրը նշում է, որ թեստն է ընդունում։ Հիմա այս ժամանակահատվածում մանավանդ COVID-ից հետո շատ համալսարաններ սկսել էին Duolingo ընդունել։ Հիմա հիմնականում արդեն ջնջում են այդ անունը, բայց կար։ Հա, օրինակ մեր ծրագրի դեպքում էլ նախորդ հայ մասնակիցներից մեկը էլի Duolingo-ով էր հանձնել, բայց ամեն դեպքում էլի պետքա կայքում նայեք, նշվածա թե չէ այդ թեստը։ Իսկ ինչ վերաբերում է գնահատման նոր համակարգին, մանեջան, եթե չեմ սխալվում, դուք մեր էջերին հետևում եք, Rasmus ասոցիացիայի, ես կփորձեմ մեր ասոցիացիայի միջոցով տեղեկանալ նոր գնահատման նոր համակարգով, որ միավորներն են հիմնականում ընդունելի ու կարող եմ ձեզ տեղեկացնել։ Շնորհակալություն շատ։ Սիրո։ Չունեմ այլ հարց։ Շնորհակալություն։ Կարծես թե այսքանն էին հարցերը եւ ամփոփենք։ Շատ լավ, եթե այլևս հարցեր չկան, շնորհակալ եմ շատ բոլորին մասնակցության համար։ Մեր այսօրվա հանդիպման ձայնագրությունը անպայման բոլորդ կստանաք։